17-ամյա Օլիվիան կբացահայտի, որ առանձնատանը, որտեղ նա աշխատում է, բուսական վիճակում համարվող տղամարդը դեռս լիովին գիտակից է։ Նրա աչքերը գաղտնիքներ են պահում, որոնք կարող են փոխել ամեն ինչ, մինչդեռ շրջապատողները դավեր են նյութում ճշմարտությունը թաղված պահելու համար։ Արիության, մարդասիրության իսկապես տեսնվելու փոխագերպող ուժի պատմություն։ Նախքան այս զարմանալի պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Առանձնատան երրորդ հարկի լռությունը խլացուցիչ էր։ Օլիվիան առաջին անգամ մարմարյա աստիճաններով բարձրացավ մաքրող միջոցներ տանելով զգալով յուրաքանչյուր աստիճանի ծանրությունը։ 17 տարեկանում նա երբեք չէր պատկերացրել, որ կաշխատի մայրաքաղաք Երանի կենտրոնում գտնվող այդ շքեղ տանը, սակայն ընտանեկան հանգամանքները նրան այնտեղ էին բերել։ Նրա մայրը Ռոզան, տնային կառավարչուհի էր աշխատում ավելի քան մեկ տասնամյակ ճանաչելով զարդարված միջանցքների շքեղ սենյակների յուրաքանչյուր գաղտնիքը։ Աղջիկը կանգնեց կարմիր ծառի կրկնագի դրան առջ խորը շունչ քաշելով նախքան ոսկեզոծ բռնակը պտտելը։ Այն, ինչ նա գտավ մյուս կողմում, նրան բոլորովին անակնկալի բերեց։ Մթնոլորտը սառն էր, ծանր վարագույրները արգելափակում էին արի լույսի ցանկացած հետք։ Սենյակի կենտրոնում ժամանակակից հիվանդանոցային մահճակալը կտրուկ հակադրվում էր դասական դեկորին։ Եվ այնտեղ, անշարժ սպիտակ սավանների արանքում, պառկած էր Վիկտորը։ Օլիվիան լսել էր միջանցքներում պտտվող լուրերը։ Հզոր գործարարը, ով տասնամյակներ շարունակ արդյունաբերական կայսրություն էր կառուցել, 2 տարի առաջ հազվագյուտ նյարդաբանական ռեակցիա էր ստացել։ Բժիշկները հայտարարել էին գիտակցության լիակատար բացակայություն։ Ընտանիքը նրա մասին խոսում էր անցյալ ժամանակով, կարծես նա այլս գոյություն չուներ։ Սակայն երբ նրա աչքերը հանդիպեցին Վիկտորի աչքերին, ինչ-որ բան նրա մեջ ամբողջովին շրջվեց։ Դրանք դատարկ աչքեր չէին։ Այնտեղ կյանք կար, մի խիտ ներկայություն, որը նրան ստիպեց անկամորեն մեկ քայլ հետ քաշվել։ Վիկտորը նրան դիտում էր այնպիսի ինտենսիվությամբ, որը կտրում էր սենյակի սառը օդը։ Նրա աչքերը հետում էին նրա յուրաքանչյուր շարժմանը ռիթմիկ կերպով թարթելով, երբ նա մոտեցավ պատուհանին։ Կարծես նա փորձում էր շփվել միակ ալիքով, որը դեռս գործում էր։ Ներեցեք, պարոն, ես պարզապես եկել եմ սենյակը մաքրելու, մրմնջաց Օլիվիան տարօրինակ զգալով, որ խոսում է մեկի հետ, ում ենթադրաբար չէր կարող լսել։ Սակայն այդ շագանակագույն աչքերի արտահայտության մեջ ինչ-որ բան նրան ստիպեց շարունակել։ Ես մի փոքր կբացեմ վարագույրները, այստեղ շատ մութ է։ Երբ արի լույսը ներթափանցեց ծանր թավշյա վարագույրների միջով, Օլիվիան կարողացավ ավելի լավ տեսնել սենյակի վիճակը։ Հնաոճ կահույքի վրա փոշու բարակ շերտ կար, ծաղկամանի ծաղիկները թարամել էին շաբաթներ առաջ, օդը անտեսվածության հոտ ուներ։ Կարծես այդ սենյակը պահեստ լիներ, որտեղ պահում էին մի բան, որը չգիտեին, թե ինչպես դեն նետել։ Մինչ Օլիվիան դեղերը դնում էր մահճակալի գողքի սեղանիկին, նկատեց, որ Վիկտորի աչքերը փայլեցին, երբ նա նշեց, որ Ռոզայի դուստրն է։ Նա մի քանի անգամ անընդմեջ թարթեց աչքերը, կարծես փորձում էր ինչ-որ բան հաստատել։ Աղջիկը սարսուռ զգաց իր ողնաշարի վրայով։ Այնտեղ հաստատ մեկը կար, որը բանտարկված էր մի մարմնում, որն այլս չէր արձագանքում իր հրամաններին։ Դուք կարող եք լսել ինձ, չէ, հարցրեց նա ցածր ձայնով ուսի վրայով նայելով համոզվելու համար, որ մենակ են։ Պատասխանը եկավ 2 դանդաղ մտածված թարթումներով։ Օլիվիայի սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա բացահայտել էր մի գաղտնիք, որը կարող էր փոխել ամեն ինչ, բայց չէր պատկերացնում, թե որքան վտանգավոր դա կարող էր լինել։ Ներքի հարկից սոցիալական գոտուց ձայներ էին լսվում։ Կիարան Վիկտորի կինը աշխույժ զրուցում էր զույգի որդու Մարկոյի հետ։ Օլիվիան կարողանում էր տարբերել զրույցի ուրախ անհոգ տոնը, կարծես քննարկում էին հանգստյան օրերի պլանները։ Դա անհանգստացնող հակադրություն էր երրորդ հարկի սենյակի սառը մենակության հետ։ Աղջիկը լուր ավարտեց մաքրությունը, բայց չէր կարողանում դադարել նայել Վիկտորին։ Նրա յուրաքանչյուր շարժմանը հետում էին այդ ուշադիր աչքերը։ Երբ նա թեթագի սայթաքեց բժշկական սարքի մալուխի վրա, նա տեսավ, թե ինչպես անշարժ դեմքով անցավ անգեղծ անհանգստության արտահայտություն։ Անհնար էր հերքել։ Այնտեղ լիովին գիտակից մարդ կար, ով ամեն ինչ տեսնում էր, ամեն ինչ զգում էր, բայց անկարող էր շփվել արտաքին աշխարհի հետ։ Դուրս գալուց առաջ Օլիվիան մոտեցավ մահճակալին։ Ես վաղը կվերադառնամ, ցածր ասաց նա։ Եվ ձեզ համար թարմ ծաղիկներ կբերեմ։ Վիկտորի աչքերը արցունքներով լցվեցին, զգացմունքային արձագանք, որը անհնար էր կեղծել կամ պատկերացնել։ Այդ պահին նա հասկացավ, որ իր կյանքը հավերժ փոխվել է։ Միջանցքներում Ռոզան դստերը սպասում էր անհանգիստ դեմքով։ Ինչպես անցավ վերում, սիրելիս։ Հուսով եմ, չես վախեցել։ Պարոն Վիկտորի սենյակը մի փոքր ծանր է։ Մայրը խոսքերը զգուշությամբ էր ընտրում, ինչպես միշտ անում էր, երբ խոսքը վերաբերում էր այն ընտանիքին, որը նրանց աշխատանք էր տվել։ Օլիվիան վարանեց պատասխանելուց առաջ։
Նրա մոր աչքերը խուսափելու ձի մեջ ինչ-որ բան նրան հասկացրեց, որ Ռոզան ավելին գիտեր, քան թույլ էր տալիս։ Ամեն ինչ հանգիստ էր, մամ։ Պարզապես շատ մութ ու ցուրտ էր, բայց ներքուստ հարցերի փոթորիկ էր ձավորվում։ Ինչու ոչ ոք չէր նկատում, որ Վիկտորը գիտագից էր։ Ինչու էին նրան մեկուսացնում այդքան անբավարար պայմաններում։ Եվ ամենակարևորը ինչու էր նրա մայրը կարծես ինչ-որ բան թաքցնում։ Այդ գիշեր Օլիվիան հազիվ էր քնում։ Վիկտորի աչքերի պատկերը նրա մտքից դուրս չէր գալիս։ Այդ հայացքում անձայն աղաչանք կար, օգնության խնդրանք, որը նա չէր կարող անտեսել։ Թե նա ընդամենը դեռահաս էր, ծառայողի դուստր, նա զգում էր, որ պատասխանատվություն ունի այդ մարդու հանդեպ։ Միգուցե նա էր միակ մարդը աշխարհում, ով գիտեր նրա վիճակի մասին ճշմարտությունը։ Հաջորդ օրը Օլիվիան արթնացավ նորոգված վճռականությամբ։ Նա կվերադառնար երրորդ հարկ, բայց այս անգամ ավելի շատ ուշադրություն կդարձներ մանրամասներին։ Այդ տանը խորապես սխալ բան էր կատարվում։ Վիկտորի աչքերը բանալին էին ճշմարտությունը բացահայտելու համար։ Նա դեռ չէր պատկերացնում, որ այս հայտնագործությունը նրան կմտցներ շատ ավելի բարդ ու վտանգավոր դավադրության կենտրոն, քան կարող էր պատկերացնել։ Առավոտը անսովոր շարժում բերեց առանձնատանը։ Կիարան վաղ էր գնացել ընկերությունում հանդիպման իր հետ տանելով Մարկոին։ Ռոզան օգտվեց տերերի բացակայությունից դստերը տան առօրյայի մասին ավելի մանրամասն ցուցումներ տալու համար։ Հիշիր, Օլիվիա, մեր ընտանիքը կախված է այս աշխատանքից։ Երբեմն ավելի լավ է ամեն ինչ չտեսնել, ամեն ինչ չլսել, ամեն ինչի մասին չխոսել։ Մոր խոսքերը նախազգուշացնող տոն ունեին, որը Օլիվիան նախկինում չէր նկատել։ Կարծես Ռոզան փորձում էր նրան պաշտպանել ինչ-որ բանից, բայց մինույն ժամանակ նրան պատրաստում էր դիմագրավել իրականություններին, որոնք նա դեռ լիովին չէր հասկանում։ Աղջիկը հարգալից գլխով արեց, բայց արդեն կայացրել էր իր որոշումը։ Այսօր նա ավելին կիմանար երրորդ հարկի տղամարդու նրա վիճակը շրջապատող առեղծվածի մասին։ Երբ Օլիվիան երկրորդ անգամ բարձրացավ երրորդ հարկ, իր հետ ուներ մի փոքրիկ ծաղկաման թարմ մանուշակներով, որը թաքցրած էր մաքրող միջոցների մեջ։ Միջանցքն ավելի լուր էր, քան նախորդ օրը, նա կարողանում էր լսել միայն օդորագիչի հեռավոր ձայնը հնաոճ ժամացույցի տկտկոցը։ Հաստ գորքի վրա յուրաքանչյուր քայլ խլացված էր թվում։ Կարծես հենց տունն էր դավադրություն կազմակերպում գաղտնիքները պահելու համար։ Վիկտորը գտնվում էր ճիշտ նույն դիրքում, բայց նրա աչքերը լուսավորվեցին այն պահին, երբ նա մտավ։ Կարծես նա ժամեր էր անցկացրել սպասելով նրա գալուն։ Օլիվիան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Կասկած չկար, որ նա լիովին տեղյակ էր իր ներկայությունից հիշում էր նրան նախորդ օրվանից։ Ես բերեցի խոստացած ծաղիկները, ցածր ասաց նա մոտենալով պատուհանին թարամած ծաղկամանը փոխելու համար։ Դրանք մեր տան այգու մանուշակներն են։ Մայրս միշտ ասում է, որ դրանք հույս են բերում։ Երբ նա շրջվեց, տեսավ, որ Վիկտորի աչքերում արցունքներ են առաջանում։ Դա այնքան ուժեղ արձագանք էր, որ մի պահ նա կասկածեց արդյոք ճիշտ բան էր անում։ Միգուցե դա դաժան էր հույս տալ մեկին այդքան անհույս իրավիճակում։ Բայց հետո նա 3 անգամ անընդմեջ թարթեց աչքերը, դադար տվեց, 2 անգամ թարթեց։ Օլիվիան հոնքերը գնջրեց փորձելով վերցանել, թե ինչ կարող է դա նշանակել։ Վիկտորը կրկնեց հաջորդականությունը 3 թարթում, դադար 2 թարթում։ Դա չափազանց մտածված էր, որպեսզի պատահականություն լիներ։ Նա փորձում էր շփվել գոդի միջոցով։ Դուք փորձում եք ինձ ինչ-որ բան ասել, հարցրեց նա մոտենալով մահճակալին։ 3 թարթում նշանակում է այո, 2 ոչ։ Վիկտորի աչքերը փայլեցին, նա 3 անգամ թարթեց։ Օլիվիան հույզերի ալիք զգաց։ Նրանք հաստատել էին հաղորդակցության հիմնագանձ, մի նուրբ թել, որը կապում էր 2 լիովին տարբեր աշխարհներ։ Սենյակը մաքրելիս Օլիվիան սկսեց պարզ հարցեր տալ։ Դուք ցավ զգում եք։ 2 թարթում։ Դուք ցուրտ եք զգում։ 3 կարեգից թարթում։ Նա անմիջապես կարգավորեց վերմակը նրա ուսերին։ Ընտանիքից ինչ-որ մեկը գիտի, որ դուք գիտագից եք։ Դադարը երկար էր, ապա եկան 2 դանդաղ ու տխուր թարթումներ։ Ակնհայտ էր, որ Վիկտորը բանտարկված էր ոչ միայն իր սեփական մարմնում, այլ նա լիակատար սոցիալական մեկուսացման մեջ։ Միջանցքից մարմարյա աստիճաններով բարձրացող բարձրակրունկների ձայն լսվեց։ Օլիվիան անմիջապես ճանաչեց Կիարայի քայլվածքը։ Արագորեն նա հեռացավ մահճակալից, սկսեց փայլեցնել հակառակ պատի հնաոճ հայելին ծածնելով, թե տարված է իր աշխատանքով։ Դուռը բացվեց առանց արարողության։ Դու դեռ այստեղ ես վերում։ Կիարայի ձայնը օդը կտրեց սայրի պես։ Նա 50 անց էլեգանտ կին էր միշտ անթերի հագնված ու դիմահարդարված, նույնիսկ տանը մնալու համար։ Նրա սառը կապույտ աչքերը սկանավորեցին սենյակը մի պահ կանգ առնելով Վիկտորի աչքերի վրա, նախքան Օլիվիայի վրա կանգնելը։ Կարծում էի, որ այստեղի աշխատանքն ավելի արագ կլինի։ Ավարտում էի, տիկին Կիարա,
Հարգալից պատասխանեց Օլիվիան խուսափելով նայել մահճակալի կողմը։ Սենյակը մեծ է, շատ մանրամասներ կան հոգալու համար։ Կիարան մոտեցավ պատուհանին, դիտեց թարմ մանուշակները։ Ո՞վ է բերել այս ծաղիկները։ Նրա ձայնը վտանգավոր հանգիստ տոն ուներ, որը Օլիվիային սարսուռ զգացրեց։ Ես բերեցի, տիկին։ Կարծում էի, որ դա մթնոլորտն ավելի հաճելի կդարձնի։ Աղջիկը ձայնը պահեց, ամուր չնայած աջող նյարդայնությանը։ Ես կարող եմ հանել դրանք, եթե նախընտրում եք։ Ոչ։ Կիարան նրբորեն շոշափեց թերթիկներից մեկը։ Թողեք դրանք։ Ի վերջո, նրա համար տարբերություն չկա, չէ։ Նա չի նկատում այդ բաները։ Դաժան բան կար նրա խոսքերի մեջ, կարծես նա փորձում էր ռեակցիա ստուգել։ Օլիվիան ձացրեց, թե համաձայն է գլխով անելով, բայց չկարողացավ խուսափել Վիկտորին արագ հայացք նետելուց։ Այն, ինչ նա տեսավ, ցնցեց նրան։ Տղամարդու աչքերը հարած էին Կիարայի վրա այնպիսի ինտենսիվությամբ, որը սահմանագից էր ատելությանը։ Դա պարզապես դժգոհություն կամ տխրություն չէր, դա շատ ավելի խորը սարսափելի բան էր։ Կարճատ պահով Օլիվիան վախեցավ, որ Կիարան կնկատի այդ հայացքը, բայց կին արդեն շրջվել էր հեռանալու համար։ Օլիվիա, ասաց Կիարան գանգ առնելով դրան մոտ, քո մայրը երկար տարիներ է մեզ հետ է։ Հուսով եմ, որ դու ժառանգել ես նրա զգուշությունը, հավատարմությունը։ Հաղորդագրությունը փոխանցված էր։ Դա քողարկված, բայց պարզ նախազգուշացում էր։ Օլիվիան հարգալից գլխով արեց, բայց ներքուստ ապստամբություն էր աճում նրա կրծքի մեջ։ Կիարայի հեռանալուց հետո սենյակը ձանրացավ։ Վիկտորը մի քանի անգամ անընդմեջ թարթեց աչքերը, մի օրինակ, որը Օլիվիան մեկնաբանեց որպես անհանգստություն կամ վախ։ Նա նորից մոտեցավ մահճակալին։ Նա միշտ է ձեզ հետ այդպես խոսում։ 3 դարը թարթում։ Որքան ժամանակ է, որ դուք այս վիճակում եք։ Վիկտորը փորձեց պատասխանել, բայց ինչպես կարող էր տարիները հաղորդել թարթումների միջոցով։ Օլիվիան միտք ունեցավ։ Նա սկսեց հաշվել մատներով։ 1 տարի, 2 թարթում, 2 տարի, 3 թարթում հաստատեցին։ Եվ մինչ այդ դուք էիք վերահսկում ընկերությունը։ 3 հապարտ թարթում։ Հիմա նա է վերահսկում։ Ի պատասխան եկած թարթումները լի էին հիասթափությամբ, զայրույթով։ Աստիճանաբար Օլիվիայի մտքում անհանգստացնող պատկեր էր ձևավորվում։ Հզոր մարդ, որը հասցված էր լիակատար կախվածության վիճակի, մինչդեռ նրանք, ովքեր պետք է հոգ տանեին նրա մասին, ավելի շատ հետաքրքրված էին նրան մեկուսացված մոռացված պահելով։ Կիարայի սառնությունը պարզապես անտեսում չէր, այն հաշվարկված դաժան էր։ Պարոն Վիկտոր, ցածր ասաց նա, ես կգտնեմ ձեզ օգնելու միջոց։ Դեռ չգիտեմ ինչպես, բայց կգտնեմ։ Նրա աչքերը նորից արցունքներով լցվեցին, բայց այս անգամ այնտեղ նա երախտագիտություն կար։ Առաջին անգամ 2 տարվա ընթացքում ինչ-որ մեկը նրան իսկապես տեսնում էր, ինչ-որ մեկը հոգ էր տանում նրա մասին որպես մարդ։ Երբ Օլիվիան իջավ ներքի հարկ, հյուրասենյակում Մարգոին գտավ թերթելով ներկրված մեքենաների ամսագրեր։ 25-ամյա երիտասարդը ուներ կատարելապես սանրված շիկահեր մազեր, գրում էր պատահական հագուստ, որն ավելի թանկ էր, քան Օլիվիայի ընտանիքը 1 ամսում էր վաստակում։ Նա նույնիսկ աչքերը չբարձրացրեց, երբ նա անցավ կողքով։ Խոհանոցում Ռոզան ջաշ էր պատրաստում արդյունավետ լուր շարժումներով։ Օլիվիան մի քանի պահ դիտեց մորը, նախքան մոտենալը։ Մամ, կարող եմ հարց տալ բարոն Վիկտորի մասին։ Ռոզան դադարեց բանջարեղեն գտրել շուրջը, նայեց համոզվելու համար, որ մենակ են։ Ինչ ես ուզում իմանալ, աղջիկս։ Ինչպիսին էր նա նախկինում։ Մինչ խնդիրը։ Օլիվիան խոսքերը զգուշությամբ ընտրեց, ընդօրինագելով այն զգուշությունը, որը սովորել էր մորը դիտելով։ Ռոզան խորը հառաչեց։ Նա շատ ուժեղ մարդ էր, խելացի, վճռական։ Այս ամենը ոչնչից էր կառուցել։ Նա անորոշորեն ժեստ արեց, ցույց տալով շրջապատող առանձնատունը։ Միշտ արդար էր մեզ հետ, հարգալից։ Երբեք չէր բղավում, երբեք կոպիտ չէր լինում։ Շատ տարբեր է։ Նա գտրուկ ընդհատեց իրեն։ Տարբեր է ինչից, մամ։ Ոչինչ, աղջիկս։ Դրանք անցյալի բաներ են, որոնք մեզ չեն վերաբերում։ Բայց Օլիվիան մոր դեմքին կարող էր տեսնել, որ շատ ավելին կար պատմելու։ Ռոզան ակնհայտորեն պայքարում էր դժվար հիշողությունների, հակասական հավատարմությունների հետ։ Այդ կեսօրին, մինչ նա կարգի էր բերում գրադարանը առաջին հարկում, Օլիվիան հայտնաբերեց հին գործարարական ամսագրերի հավաքածու։ Շապիկների վրա նա տեսնում էր Վիկտորին իր հզորության գագաթնագետին բացելով գործարաններ, ելույթ ունենալով միջոցառումներում, մրցանակներ ստանալով։ Նա գենսունակ մարդ էր, լի էներգիայով, նպատակով։ Հակադրությունը 3-րդ հարկի անշարժ կերպարի հետ ավերածական էր։ Ամսագրերից մեկում հոդված կար ընկերության իրավահաջորդության մասին։
Օլիվիան աջող հետաքրքրությամբ կարդաց ընտանեկան ընկերությունների հետ կապված իրավական բարդությունների մասին, երբ հիմնադիրը դառնում էր անգործունակ։ Կային ժամկետներ, աուդիտներ, իշխանության փոխանցումներ, բաներ, որոնք նա հազիվ էր հասկանում, բայց որոնք սկսում էին անհանգստացնող օրինաչափություն ձևավորել նրա մտքում։ Երբ նա ամսագրերը հետ էր դնում, լսեց մոտեցող քայլեր։ Արագորեն նա թաքցրեց հրատարակություններից մեկը իր մաքրող նյութերի մեջ։ Նա նախազգուշացում ուներ, որ այդ տեղեկատվությունը կարող կլինի ավելի ուշ։ Մարկոն մտավ գրադարան բջջային հեռախոսը ականջին կպած։ Ոչ, ոչինչ չի փոխվել, ցածր ձայնով ասում էր նա։ Նա նույնն է մնում։ Բժիշկներն ասացին, որ բարելավման հնարավորություն չկա։ Օլիվիան ձացրեց, թե տարված է գրքեր գարքի բերելով, բայց յուրաքանչյուր բառ հայտնություն էր թվում։ Այո, ես գիտեմ ժամկետի մասին։ Մնացել է ընդամենը մի քանի ամիս։ Երբ Մարգոն դուրս եկավ, Օլիվիան զգաց, թե ինչպես է սիրտը արագ բաբախում։ Ինչ ժամկետ։ Ինչու։ Դա այդքան հրատապ ու գաղտնի էր թվում։ Եվ ինչու։ Նա այնպիսի տպավորություն ուներ, որ Վիկտորի կյանքը կապված էր այդ առեղծվածային ժամկետների հետ։ Այդ գիշեր, մինչ նա մորը օգնում էր ջաշ պատրաստել, Օլիվիան չէր կարողանում դադարել մտածել երրորդ հարկի տղամարդու մասին։ Նա սկսում էր հասկանալ, որ Վիկտորը պարզապես անտեսված հիվանդ չէր։ Նա բանտարկյալ էր իր սեփական տանը, մեկուսացված պահված պատճառներով, որոնք շատ ավելին էին, քան նրա բժշկական վիճակը։ Եվ նա էր միակ մարդը աշխարհում, ով գիտեր նրա գիտակցության մասին ճշմարտությունը։ Հաջորդ օրերին Օլիվիան մշակեց խնամքով պլանավորված առօրյա։ Նա երրորդ հարկ էր գալիս միշտ նույն ժամին, երբ Կիարան զբաղված էր գործարարական հեռախոսազանգերով, Մարկոն դեռ քնած էր։ Սրանք միակ պահերն էին, երբ նա կարողանում էր ազատորեն խոսել Վիկտորի հետ, յուրաքանչյուր նիստ բացահայտում էր նրա իրավիճակի մասին ավելի շատ անհանգստացնող մանրամասներ։ Նրանց միջ հաղորդակցության համակարգը զարգացել էր։ Բացի այո ոչ հիմնական թարթումներից, Վիկտորը կարողանում էր թվեր ցույց տալ նույնիսկ պարզ բառեր արտասանել բարդ հաջորդականությունների միջոցով։ Դա դանդաղ հոգնեցուցիչ գործընթաց էր, բայց աշխատում էր։ Այսպես էր, որ Օլիվիան հայտնաբերեց, որ նա ոչ միայն գիտագից էր ի սկզբանե, այլ նա հիշում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին 2 տարվա ընթացքում։ Դուք ամեն ինչ լսեցիք, հարցրեց նա հատկապես ցուրտ առավոտյան։ 3 թարթում հաստատեցին։ Ընկերության մասին զրույցները։ Եվս 3 թարթում, այս անգամ տխրությամբ լի։ Նրանք գիտեն, որ դուք գիտագից եք։ 2 կտրուկ թարթում։ Սա էր ամենաշատը, ինչ սարսափեցնում էր Վիկտորին լիովին գիտագից լինելը, բայց անտեսանելի բոլորի համար։ Համբերատար հաղորդակցության միջոցով Վիկտորը կարողացավ փոխանցել կարևոր տեղեկություններ։ Նրա վիճակը սկսվել էր փորձարարական բուժումից հետո մեկ փոքր վիճակի համար։ Նրան ուղեկցող բժիշկները Գյարայի ցուցումներով էին։ Եվ կային կարևոր փաստաթղթեր, որոնք թաքցված էին պահարանում, որի գտնվելու վայրը միայն նա էր ճանաչում։ Պահարանի մասին հայտնագործությունը Օլիվիային հատկապես անհանգիստ դարձրեց։ Ինչի։ Մասին փաստաթղթեր, հարցրեց նա։ Վիկտորը սկսեց դանդաղ տար առ տար արտասանել։ Ագերբոթիուն։ Բառը սարսուռ առաջացրեց աղջկա մոտ։ Եթե Վիկտորը փոփոխություններ էր կատարել իր գտակում մինչ անգործունակ դառնալը, դա շատ բան կբացատրեր ընտանիքի պահվածքի մասին։ Հենց այդ պահին նրանք լսեցին աստիճաններով բարձրացող ծանր քայլեր։ Դրանք Կիարայի նուրբ բարձրագրունկներ չէին, ոչ էլ Մարկոյի ձուլ քայլերը։ Դա ուրիշ մեկն էր։ Օլիվիան արագորեն հեռացավ մահճակալից, սկսեց բարձերը գարքի բերել, փորձելով բնական տեսք ունենալ։ Դուռը բացվեց բացահայտելով միջին տարիքի տղամարդու մուգ կոստյումով։ Նա բարձրահասակ էր, նիհար, հետ սանրված մոխրագույն մազերով փոքր աչքերով, որոնք ամեն ինչ սառը հաշվարկով էին զննում։ Օլիվիան նրան նախկինում չէր տեսել, բայց նրա մեջ ինչ-որ բան նրան բնազդային վախ զգացրեց։ Դուք պետք է նոր աշխատողը լինեք, ասաց նա իր ձայնում իշխանություն զգալով։ Ես Պետրոսն եմ, ընտանիքի փաստաբանը։ Իսկ դուք ո՞վ եք։ Օլիվիա, պարոն։ Ռոզայի դուստրը։ Նա ձայնը պահեց ամուր չնայած նյարդայնությանը։ Սենյակի մաքրությունն էի ավարտում։ Պետրոսը դանդաղ քայլեց մահճակալի շուրջը դիտելով Վիկտորին այնպիսի արտահայտությամբ, որը խառնում էր մասնագիտական վերլուծությունը ավելի մութ ինչ-որ բանի հետ։ Ինչպես է մեր հիվանդն այսօր։ Դա հռետորական հարց էր, նա նույնիսկ պատասխան չսպասեց։ Կարծում եմ, որ ձեզ նման երիտասարդի համար անհանգստացնող պետք է լինի այստեղ աշխատելը։ Հոգ տանել մեկի մասին այս վիճակում։ Ինձ չի անհանգստացնում, պարոն, պատասխանեց Օլիվիան իր ձայնում բնականություն պահպանելով։ Դա պարզապես աշխատանք է, ինչպես ցանկացած այլ։ Լավ է լսել դա։ Պետրոսը մոտեցավ պատուհանին, դիտեց Օլիվիայի բերած մանուշակները։ Թարմ ձաղիկներ։ Ինչ։ Ուշադրություն։ Թե անհարկի է,
քանի որ նա չի կարող գնահատել դրանք։ Դա ինչ-որ բան կար նրա խոսքերի մեջ, որը փորձություն էր թվում։ Ամբողջ զրույցի ընթացքում Օլիվիան զգուշորեն խուսափում էր Վիկտորին նայելուց, բայց կարող էր զգալ մահճակալից բխող լարվածությունը։ Երբ Պետրոսը վերջապես դուրս եկավ, նա մի քանի րոպե սպասեց, նախքան նորից մոտենալը։ Վիկտորի աչքերը լի էին այնպիսի անհանգստությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Նա վտանգավոր է, ցածր հարցրեց նա։ Երեք ուժեղ թարթում հաստատեցին նրա ամենավատ մտավախությունները։ Նա ներգրավված է այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ։ Նորից երեք զայրացած թարթում։ Օլիվիան զգաց, կարծես դիվային հանելուկ էր հավաքում, որտեղ յուրաքանչյուր կտոր բացահայտում էր ճշմարտության էլ ավելի մութ կողմը։ Այդ կեսօրին, մինչ Ռոզան զբաղված էր լվացքատանը, Օլիվիան օգտվեց առիթից ավելի ուշադիր ուսումնասիրելու տունը։ Գրադարանը դարձել էր նրա ապաստանը, մի վայր, որտեղ նա կարող էր զգուշորեն տեղեկություններ փնտրել, որոնք կարող էին օգնել Վիկտորին։ Հենց այնտեղ նա գտավ մի մոռացված թղթապանակ իրավական գրքերի շարքի հետում։ Թղթապանակը պարունակում էր հին բժշկական փաստաթղթեր, լաբորատոր հաշվետվություններ, բժիշկների միջնամակագրություն։ Օլիվիան չէր հասկանում բոլոր տեխնիկական տերմինները, բայց որոշ բառեր թռչում էին էջից։ Բացասական ռեակցիա, փորձարարական դեղաչափեր, անսպասելի նյարդաբանական ազդեցություններ։ Կարծես նա կարդում էր մի փորձի մասին, որը սարսափելիորեն սխալ էր ընթացել։ Փաստաթղթերից մեկը բժշկի նամակ էր, որը խնդրում էր դադարեցնել բուժումը մշտական վնասվածքների զգալի ռիսկերի պատճառով։ Նամակը թվագրված էր Վիկտորի գոլապսից 3 օր առաջ։ Ավելի սարսափելի էր այն, որ լուսանցքում կար ձեռագիր պատասխան։ Շարունակել ըստ ցուցումների։ Օլիվիան ճանաչեց սկզբնատարերը։ Կիարա Մյուլլեր։ Կինը պնդել էր, որ բուժումը շարունակվի նույնիսկ ռիսկերի մասին իմանալով։ Աղջկա սիրտը սկսեց արագ բաբախել, երբ նա լիովին հասկացավ իրավիճակը։ Դա պատահականություն չէր եղել։ Վիկտորին դիտավորյալ էին դրել այդ վիճակի մեջ։ Երբ նա փաստաթղթերը հետ էր դնում, լսեց գրադարանին մոտեցող ձայներ։ Արագորեն նա թաքցրեց թղթապանակը, իր գոգնոցի մեջ ծածրեց, թե գրքեր է գարքի բերում։ Կիարան մտավ Պետրոսի հետ, երկուսն էլ ցածր ձայնով խոսում էին ժամանակացույցերի իրավական փաստաթղթերի մասին։ Աուդիտը երբ է նշանակված, հարցրեց Կիարան։ 3 ամիս, պատասխանեց Պետրոսը։ Եթե մինչ այդ նրա վիճակում փոփոխություններ չլինեն, բոլոր փաստաթղթերը կարգին կլինեն վերահսկողության վերջնական փոխանցման համար։ Եվ փոփոխություններ չեն լինի, չէ։ Ոչ, ըստ բոլոր բժշկական կարծիքների։ Նա անորոշ ժամանակով կմնա այս վիճակում։ Օլիվիան զգաց, կարծես հարված էր ստացել որովայնին։ Նրանք Վիկտորի մասին խոսում էին որպես հեռացվելիք խոչընդոտի, ոչ թե մարդու։ Եվ կար աուդիտ, որը կախված էր նրանից, որ նա մնար անգործունակ։ Եթե նա ապաքինվեր կամ եթե ինչ-որ մեկը հայտնաբերեր, որ նա գիտագից է, նրանց ամբողջ սխեման կփլվեր։ Երբ նրանք դուրս եկան, Օլիվիան դողում էր հենվելով դարակներին։ Այժմ շատ պարզ էր, որ Վիկտորի կյանքը վտանգի տակ էր ոչ միայն իր վիճակի, այլ նա շրջապատող մարդկանց պատճառով։ Եթե նրանք իմանային, որ նա գիտեր ճշմարտությունը, նա նույնպես վտանգի տակ կլիներ։ Այդ գիշեր, ճաշի ժամանակ այն փոքրիկ տանը, որտեղ նա մոր հետ էր ապրում առանձնատան հետնամասում, Օլիվիան հազիվ էր կարողանում ուտել։ Ռոզան նկատեց նրա անհանգստությունը, բայց երբ հարցրեց, թե ինչ է կատարվում, դուստրը չգիտեր, թե ինչպես բացատրի։ Ինչպես կարող էր պատմել, որ դավադրություն է հայտնաբերել այն տանը, որտեղ նրանք տարիներ շարունակ աշխատել էին։ Մամ, ասաց նա վերջապես, դու երբեք տարօրինակ չես համարել այն, ինչ տեղի ունեցավ պարոն Վիկտորի հետ։ Ռոզան դադարեց ուտել, ուշադիր նայեց դստերը։ Ինչ ես ուզում ասել դրանով։ Նա առողջ էր, հաջողակ, հանկարծ այդպես դարձավ։ Տարօրինակ չէ։ Օլիվիա, մոր ձայնը խիստ դարձավ, դրանք այն բաները չեն, որոնք մեզ են վերաբերում։ Մեր գործառույթն այստեղ աշխատելն է, բերանը փակ պահելը։ Դու սկսում ես չափազանց շատ հարցեր տալ։ Բայց Ռոզան չէր կարողանում թաքցնել անհանգստությունը իր աչքերում։ Ակնհայտ էր, որ նա նույնպես ուներ իր կասկածները, բայց պատրաստ էր անտեսել դրանք ընտանիքի անվտանգությունը պահպանելու համար։ Օլիվիան հասկացավ, որ միայնակ է այս սարսափելի հայտնագործության մեջ։ Ավելի ուշ, իր մահճակալին պառկած, Օլիվիան որոշում կայացրեց, որը կփոխեր ամեն ինչ։ Նա չէր կարող լքել Վիկտորին։ Նա չէր կարող ծածնել, թե չգիտեր ճշմարտությունը։ Նույնիսկ եթե նա ընդամենը դեռահաս էր առանց ռեսուրսների կամ ազդեցության, նա պետք է գտներ միջոց բացահայտելու կատարվողը։ Հաջորդ օրը, երբ նա բարձրացավ 3-րդ հարկ, Օլիվիան պլան ուներ։ Դա ռիսկային էր հավանաբար միամիտ, բայց դա այն ամենն էր, ինչ նա կարող էր պատկերացնել։ Նա Վիկտորին կպատմեր փաստաթղթերի հայտնագործության մասին,
Նրանք միասին կգտնեին միջոց ապացուցելու նրա գիտակցությունը համապատասխան մարմիններին։ Բայց երբ նա բացեց սենյակի դուռը, մի տեսարան հանդիպեց, որը նրան սարեցրեց։ Կիարան մահճակալի կողքին էր ներարկիչ բռնած ցածր ձայնով խոսում էր սպիտակ խալաթով մի տղամարդու հետ, ում նա չճանաչեց։ Նրանք անմիջապես դադարեցին խոսել, երբ տեսան նրան։ Օլիվիա, ասաց Կիարան հարկադրված ժպիտով, լավ է, որ եկար։ Սա դոկտոր Թեոն է, ով եկել է Վիկտորի ամսական զննումն անելու։ Դու կարող ես ավելի ուշ վերադառնալ սենյակը մաքրելու համար։ Օլիվիան գլխով արեց արագ դուրս եկավ, բայց ոչ մինչ Վիկտորի աչքերում մաքուր սարսափը տեսնելը։ Տղամարդը հուսահատորեն փորձում էր շփվել նրա հետ խելագարորեն թարթելով աչքերը։ Դա անձայն օգնության կանչ էր, որը նա լիովին հասկացավ։ Միջանցքում թաքնված Օլիվիան լսեց Կիարայի բժշկի միջ զրույցի հատվածներ։ Բարեր, ինչպիսիք են դեղաչափ, երկարատ ազդեցություն առանց հետքեր թողնելու, նրա արյունը սարեցրեցին։ Նրանք չէին բուժում Վիկտորին, նրանք ինչ-որ բան էին անում համոզվելու համար, որ նա երբեք չի ապաքինվի։ Այդ գիշեր Օլիվիան հազիվ էր կարողանում աչքերը փակել։ Վիկտորի աչքերում սարսափի պատկերը նրա մտքից դուրս չէր գալիս, ինչպես նա այն չարագուշակ խոսքերը, որոնք նա լսել էր Կիարայի ենթադրյալ բժշկի միջ։ Ակնհայտ էր, որ նրանք ինչ-որ բան էին տալիս Վիկտորին իր ներկա վիճակում պահելու համար, միգուցե նույնիսկ այն վատթարացնելու համար։ Նա պետք է արագ գործեր, մինչ որ շատ ուշ լիներ։ Առավոտյան Օլիվիան առանձնատուն եկավ սովորականից շուտ։ Տունը դեռ լուռ էր, խոհանոցում միայն ավտոմատ սրճեփի հեռավոր ձայն էր լսվում։ Դա կատարյալ հնարավորություն էր բարձրանալու երրորդ հարկ առանց տեսնվելու։ Նրա սիրտը արագ բաբախում էր, մինչ նա մարմարյա աստիճաններով բարձրանում էր իր հետ տանելով մի փոքրիկ թվային ձայնագրիչ, որը փոխարել էր դպրոցի ընկերուհուց։ Վիկտորը նախորդ օրվանից ակնհայտորեն թուլացած էր։ Նրա աչքերը, թե դեռ զգոն, ցույց էին տալիս խորը հոգնածություն, որը նրան վախեցրեց։ Երբ նա մոտեցավ մահճակալին, նա կարողացավ թույլ թարթել աչքերը։ Կարծես նույնիսկ այդ պարզ շարժումը հսկայական ջանք էր պահանջում։ Նրանք երեք ինչ-որ բան արեցին ձեզ հետ, չէ՞, ցածր ձայնով հարցրեց Օլիվիան ստուգելով, թե արդյոք դուռը լավ փակված է։ Երեք դանդաղ թարթում հաստատեցին նրա ամենավատ մտավախությունները։ Ես ձեզ դուրս կհանեմ այստեղից, պարոն Վիկտոր։ Ես միջոց կգտնեմ։ Օլիվիայի պլանը պարզ էր, բայց ռիսկային։ Նա պետք է Վիկտորի գիտակցության հստակ ապացույց ձայնագրեր, մի բան, որը ոչ ոք չէր կարող կասկածի տակ դնել։ Այնուհետ նա այդ ապացույցը կտաներ համապատասխան մարմիններին։ Նա զգուշորեն տեղադրեց ձայնագրիչը մահճակալի գողքի սեղանիկին թաքցրած մանուշակների ծաղկամանի հետում։ Ես մի քանի հարց կտամ, դուք կպատասխանեք թարթումներով, լավ։ 3 թարթում այո, 2 ոչ։ Վիկտորը հաստատեց 3 վճռական թարթումներով։ Ձեր անունը Վիկտոր է։ Հաստատում։ Դուք այստեղ պահվում եք ձեր կամքին հակառակ։ 3 ուժեղ թարթում։ Այս տան մարդիկ գիտեն, որ դուք գիտագից եք։ 2 կտրուկ թարթում։ Օլիվիան պատրաստվում էր տալ ամենակարևոր հարցը, երբ միջանցքում քայլեր լսեց։ Արագորեն նա թաքցրեց ձայնագրիչը, սկսեց բարձերը գարքի բերել։ Դուռը բացվեց բացահայտելով Մարկոյին դեռս գիշերազգեստով, ձեռքին մեկ բաժակ սուրճ։ Ինչ ես անում այստեղ այդքան վաղ, հարցրեց նա իր ձայնում կասկած զգալով։ Դա առաջին անգամն էր, որ Մարկոն իսկապես ուշադրություն էր դարձնում նրան, դա նրան նյարդայնացրեց։ Այսօր ավելի վաղ սկսեցի, պարոն Մարկո։ Ուզում էի ավարտել այստեղ վերում, մինչ տունը կաշխուժանար։ Նա ձայնը պահեց հանգիստ, բայց կարող էր զգալ, թե ինչպես է սիրտը արագ բաբախում։ Մարկոն մոտեցավ մահճակալին, նայեց հորը դժվար վերծանելի արտահայտությամբ։ Դա ճիշտ հոգատարություն չէր, բայց նա այն դաժան անտարբերությունը չէր, որը նա սպասում էր։ Երբեմն մտածում եմ արդյոք նա երազում է, անսպասելիորեն ասաց նա։ Եթե մղձավանջներ է տեսնում այս ամենի մասին։ Դիտարկումը Օլիվիային անակնկալի բերեց։ Առաջին անգամ Մարկոն գրեթե մարդկային, գրեթե խոցելի էր թվում։ Նա մտածեց արդյոք նա իսկապես հավատում էր, որ հայրը անգիտագից էր, թե նա նույնպես ծածնում էր, ինչպես մյուսները։ Դժվար պետք է լինի ընտանիքի համար, զգուշորեն ասաց Օլիվիան, սիրելի մեկին տեսնել այս վիճակում։ Մարկոն դառնորեն ծիծաղեց։ Սիրելի։ Հայրս երբեք ճիշտ քնքուշ չի եղել։ Նա ապրում էր ընկերության, բիզնեսի համար։ Երբեք ժամանակ չուներ ուրիշ ոչինչի համար։ Նա միգում սուրճ խմեց նախքան շարունակելը։ Միգուցե այսպես ավելի լավ է։ Առնվազն հիմա նա այլս չի կարող մեզ հիասթափեցնել։ Խոսքերը Օլիվիայի դեմքին ապտակի պես հնչեցին։ Նա արագ նայեց Վիկտորին, տեսավ, որ նրա աչքերում արցունքներ են առաջանում։ Տղամարդը լսում էր իր սեփական որդու յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր մեղադրանքը, յուրաքանչյուր ցավը։ Դա գործանարար հոգեբանական դաժանություն էր։
Երբ Մարգոն դուրս եկավ, Օլիվիան նորից մոտեցավ մահճակալին։ Նա չգիտի, որ դուք գիտագից եք, չէ, մեղմ ասաց նա։ Եթե իմանար, այդպես չէր խոսի։ Բայց Վիկտորը երկու անգամ թարթեց աչքերը ցույց տալով, որ համաձայն չէ։ Հնարավոր էր, որ Մարգոն կասկածում էր ճշմարտությանը, այդ այցելությունները օգտագործում էր հորը դիտավորյալ տանջելու համար։ Առավոտվա մնացած մասը անցավ մշտական լարվածության մեջ։ Օլիվիան կարողացավ ավարտել իր ձայնագրությունը, բայց ստիպված էր մի քանի անգամ ընդհատել այն տան շարժման պատճառով։ Կիարան կարծես ամենուր էր միաժամանակ վերահսկելով տնային առօրյայի յուրաքանչյուր մանրամասն այնպիսի ուշադրությամբ, որը նախկինում գոյություն չուներ։ Ճաշի ժամանակ աշխատողների խոհանոցում Ռոզան դստերը քաշեց մի անկյուն։ Օլիվիա, պետք է քեզ հետ կարևոր բան խոսեմ։ Տիգին Կիարան մի քանի հարց է տվել քո վերջին օրերի պահվածքի մասին։ Օլիվիայի ստամոքսը կտրվեց։ Ինչ տեսակի հարցեր, մամ։ Նա ուզում է իմանալ, թե արդյոք դու շատ ժամանակ ես անցկացրել երրորդ հարկում, արդյոք հարցեր ես տվել բարոն Վիկտորի մասին։ Աղջիկս, ես քեզ զգուշացրել էի, որ նրա նկատմամբ շատ հետաքրքրություն ես ցուցաբերում։ Ռոզան ամուր բռնեց դստեր ձեռքերը։ Դու պետք է զգույշ լինես։ Այս ընտանիքը նրանք չեն սիրում շատ հետաքրքրասեր աշխատողների։ Ինչ է դա նշանակում, մամ։ Ռոզան վարանեց պատասխանելուց առաջ։ Դա նշանակում է, որ չափազանց հետաքրքրասեր աշխատողները երբեմն գործնում են իրենց աշխատանքը։ Եվ մենք չենք կարող մեզ թույլ տալ գործնել այս աշխատանքը։ Բայց մոր ձայնում ուրիշ բան կար, մի բան, որը իսկական վախի ձայն էր թվում, ոչ միայն ֆինանսական անհանգստության։ Կեսօրին Օլիվիան նկատեց հսկողության զգալի աճ։ Կիարան հայտնվում էր միջանցքներում անսպասելի պահերին, Պետրոսը չնախատեսված այց կատարեց, նույնիսկ Մարգոն ավելի ուշադիր էր նրա շարժումներին։ Կարծես ամբողջ տունը գիտեր, որ ինչ-որ բան այլ էր։ Երբ նա բարձրացավ երրորդ հարկ, Վիկտորի սենյակի դուռը կիսաբաց գտավ։ Դա երբեք չէր լինում։ Նա զգուշորեն մոտեցավ, ներսից ցածր ձայներ լսեց։ Պետրոսն այնտեղ էր Կիարայի նախորդ օրվա սպիտակ խալաթով նույն տղամարդու հետ։ Դեղաչափերը պետք է ավելացվեն, ասում էր ենթադրյալ բժիշկը։ Նա ավելի շատ ակնային ակտիվություն է ցուցաբերում, քան սովորական է։ Դա կարող է նշան լինել, որ նախորդ բուժումը գործնում է իր արդյունավետությունը։ Դուք վստահ եք, որ դա հետքեր չի թողնի, հարցրեց Պետրոսը։ Բացարձակ։ Բաղադրությունը լիովին լուծվում է արյան հոսքում։ Ցանկացած ապագա դիահերձում ցույց կտա միայն նյարդաբանական վիճակի բնական զարգացումը։ Օլիվիան զգաց, կարծես աշխարհն էր փլվում իր շուրջը։ Նրանք ոչ միայն Վիկտորին էին սեդատացնում, նրանք դանդաղորեն թունավորում էին նրան։ Եվ նրանք խոսում էին դիահերձման մասին, կարծես դա պլանավորված անխուսափելիություն լիներ։ Երբ նրանք դուրս եկան, Օլիվիան մի քանի րոպե սպասեց, նախքան սենյակ մտնելը։ Վիկտորը ակնհայտորեն անհանգիստ էր, նրա աչքերը խելագարորեն շարժվում էին։ Նա մոտեցավ մահճակալին, տեսավ, որ նա փորձում է բարեր ձավորել իր շուրթերով, հուսահատ ջանք, որը կարծես պահանջում էր նրա ողջ մնացած էներգիան։ Մի հարկադրեք ձեզ, մեղմ ասաց նա։ Ես ձեզ դուրս կհանեմ այստեղից։ Ես ձայնագրություն ունեմ, ապացույցներ ունեմ։ Բայց նույնիսկ խոսելիս Օլիվիան գիտեր, որ իր իրավիճակն անհնար է դառնում։ Ինչպես կարող էր անրեսուրս դեռահասը պայքարել այդքան հզոր ու անբարեխիղճ մարդկանց դեմ։ Վիկտորը կարողացավ շշնջալ գրեթե անլսելի ինչ-որ բան։ Պահարան։ Օլիվիան ավելի մոտեցավ։ Պահարանը։ Որտեղ է պահարանը։ Հսկայական ջանքերով Վիկտորը կարողացավ աչքերը շարժել դեպի հակառակ պատի հնաոճ նկարը։ Նկարի հետում 3 թույլ թարթում հաստատեցին։ Օլիվիան շուրջը նայեց համոզվելու համար, որ մենակ է, ապա շարժվեց դեպի նկարը։ Դա հովվերգական բնապատկեր էր ծանր ոսկեզոծ շրջանագի մեջ։ Երբ նա թեթագի շարժեց այն, պատի մեջ տեղադրված մի փոքրիկ պահարան բացահայտվեց։ Գոդը։ Ինչպես կարող եմ իմանալ գոդը։ Վիկտորը սկսեց թվային հաջորդականություններով թարթել աչքերը, բայց նա ավելի ու ավելի էր թուլանում։ Օլիվիան գրեց այն թվերը, որոնք կարողացավ վերծանել 17, 03, 85։ Դրանք ամսաթվեր էին։ Ծննդյան օր։ Նա փորձեց մի քանի համակցություն, բայց պահարանը մնաց փակ։ Հանկարծ միջանցքից մոտեցող քայլեր լսեց։ Արագորեն նա նորից տեղադրեց նկարը, վերադարձավ մահճակալին ձացնելով, թե սավաններն է ուղում։ Կիարան մտավ կասկածի վճռականության խառնուրդ արտահայտությամբ։ Օլիվիա, պետք է քեզ հետ խոսեմ գրասենյակում։ Հիմա։ Տոնը քննարկում չէր թույլատրում։ Օլիվիան հետեց Կիարային աստիճաններով զգալով, կարծես քայլում էր դեպի իր դատավարությունը։ Գրասենյակը առաջին հարկում էր բարձր դարակներով, կաշվե կահույքով շքեղ սեղանով, որի մոտ արդեն նստած էր Պետրոսը։ Նստիր, ասաց Կիարան մատնանշելով սեղանի դիմացի աթոռը։
Դա ակնհայտորեն հարցաքննության դիրք էր։ Մենք մի քանի հարց ունենք քո վերջին պահվածքի մասին։ Պետրոսը վերցրեց զրույցի վերահսկողությունը։ Մեր գիտությանն է հասել, որ դու չափից շատ ժամանակ ես անցկացրել բարոն Վիկտորի սենյակում։ Դա ճիշտ է։ Ես պարզապես իմ աշխատանքն եմ անում, բարոն, պատասխանեց Օլիվիան փորձելով ձայնը պահել ամուր։ Ձեր աշխատանքը ներառում է նրա բժշկական վիճակի մասին հարցեր տալը։ Ներառում է անհարկի ծաղիկներ բերելը։ Ներառում է սենյակում մենակ խոսելը։ Պետրոսի յուրաքանչյուր հարցն ավելի սուր էր, քան նախորդը։ Օլիվիան հասկացավ, որ նրանք շատ ավելին գիտեին, քան նա պատկերացրել էր։ Ինչ որ մեկը հետել էր նրա գործողություններին, միգուցե նույնիսկ լսել էր նրա զրույցները։ Ես պարզապես փորձեցի հարգալից բարի լինել։ Մայրս միշտ սովորեցրել է ինձ մարդկանց արժանապատվությամբ վերաբերվել։ Ինչպիսի ազնվություն ձեր կողմից, ասաց Կիարան սարկազմով։ Բայց ձեր արժանապատվությունը խոչընդոտում է իմ ամուսնու բժշկական բուժմանը։ Դոկտոր Թեոն զեկուցել է, որ ձեր գործողությունները կարող են անհարկի անհանգստացնել հիվանդին։ Չեմ հասկանում, թե ինչպես սենյակ մաքրելը ծաղիկներ փոխելը կարող է ազդել մեկի վրա, ով անգիտակից է, պատասխանեց Օլիվիան զղջալով իր խոսքերի համար հենց այն պահին, երբ դրանք դուրս եկան իր բերանից։ Հետո լռությունը չարագուշակ էր։ Պետրոսը Կիարան հայացքներ փոխանակեցին, որոնք շատ բան էին ասում։ Օլիվիան Վիկտորի վիճակի մասին ավելի շատ գիտելիք էր բացահայտել, քան պետք է։ Հետաքրքիր դիտարկում, դանդաղ ասաց Պետրոսը։ Դուք կարծես շատ կոնկրետ կարծիքներ ունեք պարոն Վիկտորի նյարդաբանական վիճակի մասին։ Որտեղից է այդ բժշկական փորձը։ Օլիվիան գիտեր, որ վտանգավոր տարածքում է, բայց հետդարձի ճանապարհ չկար։ Բժիշկ լինելու կարիք չունեմ իմանալու համար, որ անգիտագից մարդը չպետք է ազդվի ծաղիկներից կամ զրույցներից։ Դուք ճիշտ եք, ասաց Կիարան ոտքի կանգնելով աթոռից։ Անգիտագից մարդը չէր ազդվի։ Բայց մեկը, ով ծածնում է, թե անգիտագից է դա այլ կլիներ, չէ։ Կիարայի խոսքերը օդում կախված էին որպես ուղղակի մեղադրանք։ Օլիվիան զգաց, թե ինչպես է արյունը սառչում իր երակներում, բայց իրեն ստիպեց պահպանել հանգստությունը։ Դա վճռորոշ պահ էր։ Ցանկացած սխալ արձագանք կարող էր հաստատել նրանց կասկածները, նրան Վիկտորին էլ ավելի մեծ վտանգի տակ դնել։ Չեմ հասկանում, թե ինչ եք ուզում ասել, տիկին, ասաց Օլիվիան ծածնելով շփոթություն։ Ինչպես կարող էր մեկը ծածնել, թե այդ վիճակում է։ Անհնար կլիներ այդքան երկար նման գեղձիկ պահպանել։ Պետրոսը առաջ թեքվեց ուսումնասիրելով նրա դեմքի յուրաքանչյուր միկրոարտահայտություն։ Դուք ճիշտ եք, դա անհնար կլիներ մարդկանց մեծամասնության համար։ Բայց մենք խոսում ենք մի մարդու մասին, ով կայսրություն է կառուցել վերահսկողության վճռականության վրա։ Եթե ինչ-որ մեկը կարող էր դա անել, ապա նա էր։ Բայց ինչու։ Մեկը դա կաներ, հարցրեց Օլիվիան փորձելով իսկապես շփոթված հնչել։ Տարիներ շարունակ անշարժ մնալ։ Ամեն ինչում ուրիշներից կախված լինել։ Դա իմաստ չունի։ Կիարան մոտեցավ պատուհանին, նրա կատարելապես մանիկյուրացված եղունգները թմբկահարում էին պարապետին։ Միգուցե այն պատճառով, որ նա հայտնաբերել էր մի բան, որը չպետք է։ Միգուցե այն պատճառով, որ նա պլանավորում էր փոփոխություններ, որոնք որոշ մարդիկ չէին ուզում տեսնել։ Նա շրջվեց ուղիղ նայելով Օլիվիային։ Կամ միգուցե նա սպասում էր ճիշտ պահին։ Նորից հայտնվելու։ Ենթադրությունը պարզ էր, ինչպես բյուրեղը։ Նրանք կասկածում էին, որ Վիկտորը գիտագից էր պլանավորում էր ինչ-որ վերադարձ։ Ավելի սարսափելի էր այն, որ նրանք պատրաստ էին ամեն ինչ անել դա կանխելու համար։ Օլիվիան հասկացավ, որ կանգնած է շատ ավելի վտանգավոր մարդկանց առաջ, քան պատկերացրել էր։ Ինչ է, ասաց Պետրոսը սեղանի վրա թղթապանակը փակելով, մենք որոշեցինք որոշ փոփոխություններ կատարել ձեր գործառույթում։ Դուք այլս չպետք է աշխատեք երրորդ հարկում։ Ձեր մայրը կարող է ստանձնել այդ սենյակի մաքրությունը։ Դա խելացի քայլ էր։ Նրանք չէին կարող ուղղակիորեն հեռացնել նրան առանց կասկածներ առաջացնելու, հատկապես, երբ Ռոզան այնտեղ այդքան երկար էր աշխատել։ Բայց նրանք կարող էին նրան մեկուսացնել Վիկտորից կտրելով նրանց միջհաղորդակցության ցանկացած հնարավորություն։ Հասկացա, ասաց Օլիվիան հարկադրելով համապատասխան հիասթափության տոն։ Ես ինչ-որ բան սխալ արել եմ։ Ես կարող եմ բարելավվել։ Դա կատարողականության մասին չէ, ընդհատեց Կիարան։ Դա համապատասխանության մասին է։ Կրիտիկական վիճակում գտնվող հիվանդի խնամքը պահանջում է փորձ, որը դուք դեռ չունեք։ Երբ Օլիվիան դուրս եկավ գրասենյակից, նրա ոտքերն այնքան էին դողում, որ նա հազիվ էր կարողանում քայլել։ Նա գործրել էր Վիկտորի հետ ուղղակի կապը հենց այն պահին, երբ նա ամենաշատն էր նրա գարիքը զգում։ Ավելի վատ, հիմա նրանք կհսկեին նրա յուրաքանչյուր շարժումը։ Ինչպես կարող էր նա օգնել նրան այս հանգամանքներում։ Խոհանոցում նա գտավ Ռոզային մեխանիկական շարժումներով ջաշ պատրաստելիս։
Մայրը աչքերը բարձրացրեց, երբ նա մտավ, Օլիվիան կարող էր տեսնել այնտեղ զսպված արցունքներ։ Նրանք ինձ ասացին, որ վաղվանից դու ես ստանձնելու երրորդ հարկը, ցածր ձայնով ասաց Ռոզան։ Ինչ ես արել, աղջիկս։ Ոչինչ, մամ։ Պարզապես փորձեցի իմ աշխատանքը ճիշտ անել։ Օլիվիան չէր կարող ճշմարտությունը պատմել Ռոզային։ Մայրը արդեն չափազանց վախեցած էր, նրան ներգրավելը նրան վտանգի տակ կդներ։ Օլիվիա, ես այս ընտանիքին դարիներ շարունակ ճանաչում եմ։ Նրանք փոփոխություններ չեն անում առանց պատճառի։ Ռոզան ձեռքերը չորացրեց գոգնոցով մոտեցավ դստերը։ Խնդրում եմ, ասա ինձ, որ դու վտանգավոր բանի մեջ չես խառնվել։ Մինչ Օլիվիան կկարողանար պատասխանել, Կիարան հայտնվեց խոհանոցի դռան մոտ։ Ռոզա, պետք է քեզ հետ խոսեմ նոր պարտականությունների մասին։ Օլիվիա, դու կարող ես հեռանալ։ Քո հերթափոխն այսօր ավարտվեց։ Օլիվիան դուրս եկավ առանձնատնից ծանր սրտով, բայց նրա միտքն արդեն այլընտրանքներ էր փնտրում։ Եթե նա չէր կարող ուղղակի կապ ունենալ Վիկտորի հետ, ապա պետք է այլ միջոցներ գտներ նրան օգնելու համար։ Եվ կար մի մարդ, ով միգուցե կարող էր կարևոր տեղեկություններ տրամադրել մեկը, ով տարիներ շարունակ ճանաչում էր ընտանիքը, ով միգուցե կարևոր գաղտնիքներ էր պահում։ Այդ գիշեր Օլիվիան զանգահարեց Ագնեսին առանձնատան նախկին աշխատողին, ով այնտեղ աշխատել էր Ռոզայից առաջ։ Ագնեսն այժմ ապրում էր գյուղական վայրի մի փոքրիկ տանը, բայց պահպանում էր պարբերական կապեր Օլիվիայի մոր հետ։ Եթե ինչ-որ մեկը գիտեր ընտանիքի գաղտնիքները, դա նա էր։ Օլիվիա, ինչպիսի անագնկալ է քո ձայնը լսելը, ասաց Ագնեսը, երբ պատասխանեց հեռախոսին։ Նրա ձայնը գրում էր տարիների ծանրությունը, բայց դեռ պահպանում էր այն ամրությունը, որը Օլիվիան հիշում էր մանկությունից։ Տիկին Ագնես, պետք է մի քանի հարց տամ այն ընտանիքի մասին, որտեղ մայրս է աշխատում։ Դա կարևոր է։ Երկար դադար եղավ գծի մյուս կողմում։ Երեխա, կան որոշ բաներ, որոնք ավելի լավ է թաղված թողնել։ Ինչու՞։ Ես ուզում նրանց մասին իմանալ։ Որովհետև կարծում եմ, որ շատ սխալ բան է կատարվում, անմեղ մարդ է տառապում դրա պատճառով։ Օլիվիան խոսքերը զգուշությամբ ընտրեց առանց չափազանց շատ բացահայտելու։ Ագնեսը խորը հառաչեց։ Ես այդ տանը 15 տարի եմ աշխատել, Օլիվիա։ Շատ բան եմ տեսել, ինչը չպետք է տեսնեի։ Երբ հեռացա, ինձ խոստացա, որ այլս երբեք չեմ խոսի այդ ընտանիքի մասին։ Խնդրում եմ, տիկին Ագնես։ Եթե ոչ ինձ համար, ապա տառապող մարդու համար։ Մեկ այլ դադար, էլ ավելի երկար։ Վերջապես Ագնեսն ասաց. Արի ինձ այցելիր վաղը։ Կան բաներ, որոնք հեռախոսով չեմ կարող ասել։ Հաջորդ օրը Օլիվիան հիվանդ ընկերուհուն այցելելու մասին պատրվակ հորինեց, ավտոբուս նստեց դեպի Հայաստանի մարզերից մեկը։ 2 ժամ տողությամբ ճանապարհորդությունը նրան ժամանակ տվեց իր հարցերը կազմակերպելու պատրաստվելու այն ամենին, ինչ կարող էր հայտնաբերել։ Ագնեսի տունը պարզ էր, բայց հարմարավետ լավ խնամված այգյով խոհանոցից եկող թարմ հացի հոտով։ Ագնեսը կարծես ավելի էր ձեռացել, քան տարիները կարդարացնեին։ Նրա մազերը լիովին սպիտակ էին, նրա աչքերում խորը տխրություն կար, որը գոյություն չուներ Օլիվիայի հիշողություններում։ Նախքան սկսելը, ասաց Ագնեսը նուրբ բաժակներով թեյ մատուցելով, պետք է հասկանաս մի բան։ Այն, ինչ ես կպատմեմ, կարող է քեզ վտանգի տակ դնել։ Համոզված ես, որ ուզում ես իմանալ։ Համոզված եմ։ Ագնեսը խորը շունչ քաշեց։ Վիկտորը պարզապես հաջողակ գործարար չէր։ Նա իր սեփական ընտանիքի մասին բաներ էր հայտնաբերել, որոնք նրան խոցելի էին դարձրել։ Կիարան պարզապես նրա գինը չէր, նա կապեր ուներ, որոնք Վիկտորը հայտնաբերեց ամուսնությունից տարիներ անց։ Ինչ տեսակի կապեր։ Այն տեսակի, որոնք մարդկանց անհետացնում են, երբ նրանք անհարմար են դառնում։ Ագնեսն էլ ավելի ցածրացրեց ձայնը։ Տարիների ընթացքում ընտանիքում այլ դժբախտ պատահարներ են եղել։ Շատ հարմար դժբախտ պատահարներ որոշ մարդկանց համար։ Օլիվիան սարսուռ զգաց իր ողնաշարի վրայով։ Պարոն Վիկտորը հայտնաբերել է դա։ Հայտնաբերել էր, պլանավորում էր ինչ-որ բան անել դրա մասին։ Նա ապացույցներ, փաստաթղթեր, տասնամյակներ շարունակ տեղի ունեցած անօրինական գործունեության ապացույցներ էր հավաքել։ Նա պատրաստ էր ամեն ինչ բացահայտել։ Եվ հետո նա հիվանդացավ։ Դա հիվանդություն չէր, երեխաս։ Դա դատավճիռ էր։ Ագնեսը դողացող ձեռքերով բաժակը դրեց ափսեի վրա։ Ես այնտեղ էի այդ շաբաթ։ Ես տեսա բժիշկներին, ովքեր բժիշկներ չէին, լսեցի զրույցներ, որոնք չպետք է լսեի։ Դրա համար էի հեռացել։ Դրա համար էի այլս երբեք չխոսել այդ ընտանիքի մասին։ Ագնեսը ոտքի կանգնեց, մոտեցավ հնաոճ պահարանին, որտեղից հանեց մի փոքրիկ փայտե տուփ։ Վիկտորն ինձ տվեց սա հենց մինչ անգործունակ դառնալը։ Ասաց, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, ես պետք է պահեմ այն մեկի համար, ում կարող եմ վստահել։
Տուփի ներսում կար մի փոքրիկ ոսկե բանալի դեղնած թղթի հետ միասին, որի վրա ձեռքով թվեր էին գրված։ Օլիվիան անմիջապես ճանաչեց թվերը։ Դրանք այն թվերն էին, որոնք Վիկտորը փորձել էր հաղորդել թարթումների միջոցով։ Պահարանի գոտը։ Նա գիտեր, որ վտանգի տակ է, մրմնջաց Օլիվիան։ Գիտեր, բայց հավատում էր, որ ժամանակ ունի ամեն ինչ բացահայտելու մինչ նրանք ինչ-որ բան անելը։ Նա թերագնահատել էր նրանց վճռականությունը։ Ագնեսը բռնեց Օլիվիայի ձեռքերը։ Եթե դու իսկապես ուզում ես նրան օգնել, պետք է իմանաս, որ պայքարում ես մարդկանց դեմ, ովքեր բարոյական սահմաններ չունեն։ Նրանք արդեն ապացուցել են դա։ Երբ Օլիվիան վերադարձավ երան, արդեն գիշեր էր։ Նրա միտքը եռում էր Ագնեսի հայտնագործություններից գրպանում բանալու ծանրությունից։ Նա գիտեր, որ միայն մեկ հնարավորություն ունի մուտք գործելու պահարան, դա պետք է լիներ այդ գիշեր, մինչ ընտանիքը քնած էր։ Սպասելը, մինչ առանձնատունը լուռ կլիներ, տանջանք էր։ Օլիվիան իր տան պատուհանից դիտում էր, մինչ հիմնական շենքի բոլոր լույսերը մարեցին։ Ապա, օգտագործելով այն բանալին, որը մայրը պահում էր արտակարգ իրավիճակների համար, նա մտավ հետնամուտքից։ Տունը խորտակված էր խավարի մեջ, բացառությամբ միջանցքներում արտակարգ լույսերի մեղմ փայլի։ Մարմարյա աստիճանների յուրաքանչյուր աստիճան գարձես կրագոցի պես էր արձագանքում լռության մեջ։ Օլիվիան շունչը պահեց, մինչ նա բարձրանում էր աղոթելով, որ հատակի ոչ մի տախտակ չճռա։ Երրորդ հարկում Վիկտորի սենյակի դուռը կիսաբաց էր, ինչպես միշտ լինում էր գիշերը։ Օլիվիան լուռ մտավ, մոտեցավ մահճակալին։ Վիկտորը արթուն էր, նրա աչքերը փայլեցին, երբ նա տեսավ նրան։ Նա թեքվեց նրա վրա շշնջաց. «Ես բանալին ստացա։ Հիմա կբացեմ պահարանը»։ Վիկտորի աչքերը լցվեցին թեթության արցունքներով։ Վերջապես, 2 տարվա լուռ բանտարկությունից հետո, հույս կար, որ ճշմարտությունը դուրս կգա։ Օլիվիան շարժվեց դեպի պատի նկարը, զգուշորեն շարժեց այն բանալին մտցրեց պահարանը։ Ագնեսի պահած գոտը կատարելապես աշխատեց։ Պահարանի ներսում կային փաստաթղթեր, լուսանկարներ, ֆլեշ կրիչներ։ Նույնիսկ թույլ լույսի ներքո Օլիվիան կարող էր տեսնել, որ դրանք տասնամյակների քրեական գործունեության ապացույցներ էին փողերի լվացում, կաշառակերություն, վտանգավոր կազմակերպությունների հետ կապեր։ Կիարան Պետրոսը պարզապես ագահ չէին, նրանք շատ ավելի մեծ ու չարագուշակ բանի մաս էին։ Բայց երբ նա փակում էր պահարանը ձեռքին փաստաթղթերով, միջանցքում քայլեր լսեց։ Ձանր, մտածված, մոտեցող։ Արագորեն նա նորից տեղադրեց նկարը, թաքցրեց թղթերը իր վերնաշապիկի մեջ։ Վիկտորը նրան դիտում էր աչքերում սարսափով։ Երկուսն էլ գիտեին, որ եթե հիմա հայտնաբերվեր, դա երկուսի համար էլ վերջ կլիներ։ Դուռը դանդաղ բացվեց, բացահայտելով Պետրոսի ուրվագիծը միջանցքի լույսի դեմ։ Նա մտավ սենյակ այնպիսի բնականությամբ, ասես դա արել էր շատ անգամներ։ Օլիվիան թաքնվեց ծանր վարագույրի հետում, հազիվ համարձակվելով շունչ քաշել։ Պետրոսը մոտեցավ Վիկտորի մահճակալին, ցածր ձայնով ասաց. «Ես գիտեմ, որ դու արթուն ես, ձեր ընկերս։ Գիտեմ, որ ամեն ինչ լսում ես։ Եվ ուզում եմ, որ իմանաս, որ գտել եմ քո փոքրիկ լրտեսին»։ Օլիվիայի սիրտը մի պահ կանգ առավ, երբ նա լսեց Պետրոսի խոսքերը։ Ծանր վարագույրի հետում թաքնված նա կարող էր տեսնել Վիկտորին մահճակալին, աչքերը լայն բացված սարսափից։ Պետրոսը գիտեր, որ նա այնտեղ է, բայց դեռ չգիտեր, թե ճիշտ որտեղ։ Մի քանի վայրկյանի հարց էր, մինչ նա կգտներ նրան։ «Դուրս եք այնտեղից, որտեղ թաքնվում ես, աղջիկս», ասաց Պետրոսը անհանգստացնող հանգստությամբ։ «Ժամանակ չունենք խաղերի համար»։ Նա վարեց մահճակալի կողքի փոքրիկ լամպը, ստեղծելով պարող ստվերներ սենյակում։ «Ես գիտեմ, որ դու այստեղ ես։ Ես տեսա, թե ինչպես մտար»։ Օլիվիան հասկացավ, որ ընտրություն չունի։ Կամավոր դուրս գալը միգուցե նրան ինչ-որ առավելություն կտար հետող բանակցություններում։ Դանդաղորեն նա դուրս եկավ վարագույրի հետից, ձեռքերը տեսանելի պահելով, փորձելով հնարավորինս քիչ սպառնալից թվալ։ «Ահ, մեր հետաքրքրասեր երիտասարդը», ասաց Պետրոսը այնպիսի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ «Կարծում էի, որ դու չես կարողանա դիմադրել գայթակղությանը քիթդ մտցնել այնտեղ, որտեղ չպետք է»։ Նա կանգնեց Օլիվիայի դռան մեջ, արգելափակելով նրա փախուստի ճանապարհը։ «Հարցն այժմ այն է, ինչ ես տեսել»։ «Ինչ գիտես»։ «Ոչինչ չեմ տեսել», ստեց Օլիվիան, փորձելով ձայնը պահել ամուր։ «Պարզապես եկել էի ստուգելու, թե արդյոք պարոն Վիկտորը լավ է»։ «Տարօրինակ ձայն լսեցի»։ Պետրոսը ցածր ծիծաղեց։ «Ինչպիսի հիանալի նվիրվածություն մի մարդուն, ով նույնիսկ չի կարող լսել քեզ»։ Նա մոտեցավ Վիկտորին, գրեթե քնքշորեն դիպավ նրա ձեռքին։ «Չէ, որ, իմ սիրելի ընկեր, դու ոչինչ չես կարող լսել այն ամենից, ինչ մենք ասում ենք»։ Հենց այդ պահին Օլիվիան նկատեց մի բան, որը նրան սարեցրեց։ Վիկտորը փորձում էր շարժել գլուխը, գրեթե աննկատելի, բայց հստակ շարժում։
Նրա աչքերը ոչ միայն գիտագից էին, դրանք կատաղած էին։ Պետրոսը նույնպես նկատեց. «Հետաքրքիր է», մրմնջաց փաստաբանը։ «Դուք այս գիշեր ավելի արձագանքող եք։ Միգուցե դեղորայքն ավելի արագ է գործնում իր արդյունավետությունը, քան մենք սպասում էինք»։ Նա շրջվեց դեպի Օլիվիան։ «Կամ միգուցե մեր երիտասարդ ընկերուհին ինչ-որ բան է արել ձեր գիտակցությունը խթանելու համար»։ Հարցը օդում կախված էր որպես թակարդ։ Ցանկացած պատասխան, որը գտար Օլիվիան, կարող էր նրան էլ ավելի մեղադրել։ Բայց Վիկտորն էր, ով խախտեց փագուղին։ Հսկայական ջանքերով նա կարողացավ ձայն արձակել ցածր, խռպոտ, բայց անսխալաբար մարդկային։ Պետրոսը հեռացավ մահճակալից, կարծես էլեկտրական ցնցում էր ստացել։ Դա անհնար է։ Բժշկական զեկույցները հաստատել էին, որ ձայնային ակտիվություն հնարավոր չէ։ Վիկտորը նորից փորձեց, այս անգամ կարողացավ մեկ բառ ձևավորել. Նա փորձում է խոսել, ասաց Օլիվիան այլս չկարողանալով թաքցնել իր հույզերը։ Նա գիտագից է։ Միշտ էլ գիտագից է եղել։ Պետրոսը արագորեն հավաքվեց։ Անկամ ռեֆլեքսներ, մկանային սպազմեր։ Բժիշկներն արդեն բացատրել են, որ դա կարող է պատահել, բայց նրա ձայնը նյարդայնություն էր հաղորդում։ Ինչ է, դա ոչինչ չի փոխում։ Հենց այդ պահին Օլիվիան կայացրեց իր կյանքի ամենաքաջ որոշումը։ Նա հանեց փաստաթղթերը իր վերնաշապիկի միջից բարձրացրեց դրանք, որպեսզի Պետրոսը տեսներ։ Բայց դա ամեն ինչ փոխում է։ Ես գիտեմ, թե իրականում ովքեր եք դուք։ Գիտեմ, թե ինչ եք արել նրա հետ։ Եվ գիտեմ, թե ինչ եք պլանավորում անել։ Պետրոսի դեմքը լիովին փոխվեց։ Քաղաքավարության դիմակը անհետացավ բացահայտելով շատ ավելի վտանգավոր բան դրա տակ։ Դուք պատկերացում չունեք, թե ինչի մեջ եք մտնում, աղջիկս։ Սրանք չափազանց խորը ջրեր են ձեր տարիքի մեկի համար։ Բավական խորը մի ամբողջ ընտանիք խեղդելու համար, պատասխանեց Օլիվիան իր քաջությունը մեծանալով իր հուսահատության հետ մեկտեղ։ Ես կարդացի փաստաթղթերը, Պետրոս։ Կամ պետք է ասեմ, Պողոս։ Դա ձեր իսկական անունն է, չէ։ Պողոս Սալյան որոնվում է 3 տարբեր մարզերում կարտելի ձևավորման համար։ Նրա խոսքերի ազդեցությունն անմիջական էր։ Պետրոսը Պողոսը սպառնալից քայլ արեց դեպի նա։ Որտեղից ստացար այդ տեղեկությունը։ Վիկտորը ձեր առաջին զոհը չէ, շարունակեց Օլիվիան դանդաղ հետ քաշվելով։ Կային ուրիշներ։ Ընտանիքի այլ անդամներ, ովքեր չափազանց շատ էին հայտնաբերել, չափազանց շատ հարցեր էին տվել։ Նա նայեց Վիկտորին, ով տեսանելի ջանք էր գործադրում գիտագից մնալու համար։ Բայց նա էր միակը, ով բավական խելացի էր ապացույցներ պահելու համար։ Հանկարծ սենյակի լույսը ամբողջովին վառվեց։ Կիարան կանգնած էր դրան մոտ դեռս խալաթով, բայց լիովին արթուն։ Նրա գողքին Մարգոն էր, երկուսն էլ այնպիսի արտահայտություններ ունեին, որոնք Օլիվիան չէր կարողանում լիովին մեկնաբանել։ Կարծես մեր ընտանեկան հանդիպումը մի փոքր ավելի բացահայտիչ դարձավ, քան պլանավորված էր, ասաց Կիարան այնպիսի հանգստությամբ, որն ավելի սարսափելի էր, քան ցանկացած ճիչ։ Պողոս, դու չպետք է թույլ տար, որ սա հասներ այս կետին։ Աղջիկն ավելին է հայտնաբերել, քան մենք պատկերացնում էինք, պատասխանեց Պողոսը։ Եվ Վիկտորն արձագանքում է։ Բժշկական արձանագրությունը ձախողվել է։ Մարգոն մոտեցավ հոր մահճակալին նրան նայելով բարդ արտահայտությամբ։ Հայր, դուք իսկապես կարող եք լսել մեզ։ Վիկտորը կարողացավ 3 անգամ թարթել աչքերը մի նշան, որը միայն Օլիվիան էր լիովին հասկանում որպես այո, բայց ջանքը նրան ակնհայտորեն հյուծեց։ Մարգոն շրջվեց դեպի մորը շփոթված։ Մամ, եթե նա գիտագից է, եթե նա միշտ էլ գիտագից է եղել։ Մարկոյի ձայնը դողում էր։ Ինչ ենք արել նրա հետ այս բոլոր տարիների ընթացքում։ Այն, ինչ անհրաժեշտ էր, սառնասրտորեն ասաց Կիարան։ Նա պատրաստվում էր կործանել այն ամենը, ինչ մենք կառուցել էինք։ Ընկերությունը, մեր ֆինանսական անվտանգությունը, մեր ապագան։ Երբեմն զոհողություններ պետք է արվեն մեծագույն բարիքի համար։ Մեծագույն բարիքի համար, բղավեց Մարկոն։ Դու թունավորել ես հայրիկիս։ Դու նրան բանտարկել ես իր սեփական մարմնում։ Օլիվիան դիտում էր ընտանեկան դինամիկան հիացմունքով սարսափով։ Պարզ էր, որ Մարգոն չգիտեր դավադրության չափը։ Նրա անգեղծ վիրավորանքը կտրուկ հակադրվում էր մոր հաշվարկված սառնությանը։ Մարկո, հարկադրված համբերությամբ ասաց Պողոսը, դու չես հասկանում իրավիճակի բարդությունները։ Քո հայրը դարձել էր անկայուն։ Նրա հետաքննությունները սպառնում էին այն գործողություններին, որոնք հարյուրավոր աշխատատեղեր էին պահպանում։ Հանցավոր գործողություններ, ուղղեց Օլիվիան դեռ բռնած փաստաթղթերը։ Փողերի լվացում, կաշառակերություն, շորթում։ Սրանք օրինական բիզնեսներ չեն։ Կիարան դառնորեն ծիծաղեց։ Միամիտ երեխա։
Կարծում ես, որ նման կարողություններ կառուցվում են միայն օրինական բիզնեսներով։ Իրական աշխարհում երբեմն անհրաժեշտ է մի քանի կանոն ջկել։ Կանոններ ջկելը նույնը չէ, ինչ կյանքեր գործանելը, պատասխանեց Օլիվիան։ Եվ նույնը չէ, ինչ մեկին 2 տարի բանտարկել իր սեփական մարմնում։ Հենց այդ պահին Վիկտորը կատարեց ամենաքաչ քայլը, որը նա կարողացել էր անել իր գոլապսից ի վեր։ Հսկայական ջանքերով, որոնք կարծես սպառում էին նրա ողջ մնացած էներգիան, նա կարողացավ թեթակի բարձրացնել աջ ձեռքը ցույց տալ բատի հետում թաքնված պահարանի ուղղությամբ։ Սենյակում բոլորը հետեցին այդ ժեստին։ Կիարան ակնհայտորեն գունատվեց։ Ինչպես դու։ Նա նայեց Օլիվիային այնպիսի կատաղությամբ, որը ստիպեց աղջկան մեկ քայլ հետ քաշվել։ Դու բացել ես նրա պահարանը։ Եվ ամեն ինչ գտել եմ, ասաց Օլիվիան փորձելով ձայնը պահել ամուր չնայած աջող վախին։ Լուսանգարները, բանկային փաստաթղթերը, ձայնագրությունները։ Ամեն ինչ այստեղ է։ Պողոսը արագ շարժվեց փորձելով թղթերը վերցնել Օլիվիայի ձեռքերից։ Բայց նա ավելի արագ էր փաստաթղթերը դուրս նետելով բաց պատուհանից։ Թերթերը ցրվեցին ներքի այգում գոնֆետիի պես։ Դա շատ հիմարություն էր, ասաց Պողոսը վտանգավոր ցածր ձայնով։ Հիմա դու ստիպել ես մեզ գործել։ Ոչ, ասաց մի նոր ձայն դրան մոտից։ Դուք եք ստիպել ձեզ գործել։ Ռոզան կանգնած էր մուտքի մոտ բջջային հեռախոսը ձեռքին։ Նրա գողքին կանգնած էին կոստյումներով 2 տղամարդ, ում Օլիվիան չճանաչեց։ Ակնհայտորեն նրանք ոչ բժիշկներ էին, ոչ էլ ընտանիքի փաստաբաններ։ Դետեկտիվ Ահարոն, ասաց տղամարդկանցից մեկը ցույց տալով իր նույնականացման քարտը։ Եվ սա իմ գործընկերն է դետեկտիվ Լուկա։ Մենք այստեղ ենք արձագանքելով այս բնակավայրում անօրինական գործունեության մասին անանուն հաղորդմանը։ Այն թեթացումը, որ Օլիվիան զգաց, այնքան ուժեղ էր, որ նրա ոտքերը գրեթե ձալվեցին։ Ռոզան օգնություն կանչելու միջոց էր գտել։ Մայրը ամբողջ ժամանակ պաշտպանել էր դստերը, բայց նա հավաքել էր իր սեփական ապացույցները։ Դա անհեթեթություն է, ասաց Կիարան փորձելով վերականգնել հանգստությունը։ Չգիտեմ, թե ինչպիսի թյուրիմացություն։ Դա թյուրիմացություն չէ, տիկին, ընդհատեց դետեկտիվ Ահարոնը։ Մենք ունենք այս տանից 2 ժամ առաջ կատարված հեռախոսազրույցի ձայնագրություն, որտեղ լսում ենք բացահայտ սպառնալիքներ անչափահասի դեմ քննարկումներ հիվանդի հարկադրական դեղորայքի մասին։ Նա նայեց Վիկտորին մահճակալին։ Մենք կցանկանայինք խոսել պարոն Վիկտորի հետ, եթե հնարավոր է։ Պողոսը փորձեց միջամտել։ Պարոն Վիկտորը 2 տարի է բուսական վիճակում է։ Ցանկացած բժիշկ կարող է դա հաստատել։ Ապա դուք չեք արարքի, եթե մեր դատաբժշկական փորձագետը անկախ գնահատական կատարի, ասաց դետեկտիվ Լուկան։ Եվ եթե մենք նրա արյան մեջ որոշ թունաբանական հետազոտություններ կատարենք։ Հենց այդ պահին Վիկտորը կատարեց իր կյանքի ամենահերոսական ջանքը։ Այնպիսի վճռականությամբ, որը մարտահրավեր էր նետում բոլոր սահմանափակումներին, որոնք նրան պարտադրել էին, նա կարողացավ խոսել։ Դա շուկ կամ մրմունջ չէր, դա պարզ լսելի բառ էր։ Մեղավորներ։ Հետող լռությունը խլացուցիչ էր։ Սենյակում բոլորը կատվածահար էին մշակելով այն, ինչ նոր էին լսել։ Վիկտորը խոսել էր։ 2 տարվա հարկադրական լռությունից հետո նա ուժ էր գտել արտասանելու այն բառը, որը կփոխեր ամեն ինչ։ Մարգոն առաջինն էր, ով շարժվեց ծնկի իջնելով հոր մահճակալի գողքին։ Հայր, ես չգիտեի։ Ես երդվում եմ, որ չգիտեի։ Արցունքները հոսում էին երիտասարդի դեմքով։ Եթե իմանայի, որ դուք կարող եք լսել ինձ։ Վիկտորը կարողացավ 3 անգամ թարթել աչքերը նշան, որը միայն Օլիվիան էր հասկանում որպես այո։ Բայց հիմա բոլորը կարող էին տեսնել, որ դա մտածված գիտագից հաղորդակցություն էր։ Դետեկտիվ Ահարոնը մոտեցավ մահճակալին։ Պարոն Վիկտոր, կարող եք լսել հասկանալ մեզ։ 3 պարզ թարթում։ Այս մարդիկ ձեզ պահել են ձեր կամքին հակառակ։ Նորից 3 ուժեղ թարթում։ Դա ոչինչ չի ապացուցում, հուսահատորեն ասաց Կիարան։ Նա շփոթված է, ապագողմնորոշված։ Նա չի կարող համարվել հուսալի վկա։ Միգուցե ոչ, ասաց դետեկտիվ Լուկան։ Բայց այն փաստաթղթերը, որոնք ձեր երիտասարդ ընկերուհին ցրեց այգում, հաստատ կարող են։ Իմ թիմն արդեն հավաքում է ամեն ինչ։ Պողոսը վերջին քայլը փորձեց։ Դուք խուզարկության թույլտվություն չունեք։ Պետք չէ, պատասխանեց դետեկտիվ Ահարոնը։ Փաստաթղթերն այժմ հանրային տարածքում են դեն նետված հենց կասկածյալների կողմից։ Եվ մենք ունենք գիտագիծ զոհ, որը հաստատում է, որ պահվել է իր կամքին հակառակ։ Մինչ իրավիճակը զարգանում էր նրա շուրջը, Օլիվիան մոտեցավ Վիկտորին։ Մենք կարողացանք, շնջաց նա։ Ճշմարտությունը վերջապես դուրս եկավ։ Վիկտորը կարողացավ մեկ բառ ձավորել, այս անգամ հատուկ նրան ուղղված։ Շնորհակալություն։ Հենց տղամարդու աչքերում արցունքներն էին,
որ հաստատեցին սենյակում բոլորին, որ դա անգամ ռեակցիա չէր։ Վիկտորը ոչ միայն գիտագից էր, այլ խորապես երախտապարտ 17-ամյա աղջկա քաջության համար, ով հրաժարվեց անտեսել այն, ինչ տեսել էր։ 6 ամիս անց առանձնատունը լիովին փոխվել էր։ Ծանր վարագույրները փոխարինվել էին թեթ գործվածքներով, որոնք թույլ էին տալիս արի լույսին ազատորեն ներս մտնել։ Երրորդ հարկը, որը նախկինում մեկուսացման հուսահատության վայր էր, այժմ լի էր կյանքով մշտական շարժումով։ Վիկտորը նստած էր հատուկ անվասայլակով պատշգամբում վայելելով կեսօրվա ջերմությունը։ Նրա ապաքինումը դանդաղ էր, բայց մշտական։ Բժիշկները բացատրեցին, որ տարիների հարկադրական դեղորայքը հետանքներ էր թողել նրա մկանների ռեֆլեքսների վրա, բայց նրա միտքը պարզ էր, ինչպես բյուրեղը։ Ամեն օր փոքր հաղթանակներ էր բերում ավելի ճշգրիտ շարժումներ, ավելի սահուն խոսքեր, վերականգնված անկախության պահեր։ Ինչպես եք զգում այսօր, պարոն Վիկտոր, հարցրեց Օլիվիան մոտենալով մեկ բաժակ թեյով։ Նա այլ սպարզապես ժամանակավոր աշխատող չէր, նա դարձել էր խնամքի թիմի էական մասը աշխատելով ֆիզիոթերապտների մասնագիտացված բուժքույրերի հետ։ Ամեն օր ավելի լավ, պատասխանեց նա, նրա ձայնը դեռ մի փոքր խռպոտ, բայց կատարելապես հասկանալի։ Իսկ դուք ինչպես են ուսումները։ Օլիվիան ժպտաց։ Առաջին բաներից մեկը, որ Վիկտորը արել էր իր ունեցվածքի իրավական վերահսկողությունը վերականգնելուց հետո, նրա համար կրթական հիմնադրամ հիմնելն էր։ Լավ, բժշկությունը ավելի դժվար է, քան պատկերացնում էի, բայց ես սիրում եմ յուրաքանչյուր րոպեն։ Դուք հիանալի բժիշկ կլինեք, համոզված ասաց Վիկտորը։ Դուք ունեք ամենակարևորը մարդկանց իսկապես տեսնելու կարողությունը, ոչ միայն նրանց ախտանիշները։ Տան ներսից աշխույժ ձայներ էին լսվում։ Մարկոն ամբողջովին վերակազմակերպում էր ընկերության կառավարումը, օր ու գիշեր աշխատելով վերացնելու հանցավոր սխեմաներով պատճառված վնասները։ Սկզբում նրա համար դժվար էր հաղթահարել այն հայտնագործությունը, որ իր մայրը ներգրավված էր այդքան մութ գործունեության մեջ։ Բայց աստիճանաբար նա Վիկտորը վերականգնում էին իրենց հարաբերությունները հիմնվելով ազնվության թափանցիկության վրա, որը նախկինում երբեք գոյություն չէր ունեցել։ Ինչպես է Մարկոն հաղթահարում ամեն ինչ, հարցրեց Օլիվիան։ Ավելի լավ, քան սպասում էի, պատասխանեց Վիկտորը։ Մոր մասին ճշմարտությունը բացահայտելը կործանարար էր, բայց նա ազատագրող։ Տարիների ընթացքում առաջին անգամ մենք կարող ենք իսկական զրույց ունենալ որպես հայր-որդի։ Ռոզան հայտնվեց պատշգամբում ձեռքին այգուց թարմ ծաղիկներով ծաղկաման։ Նա բարձրացվել էր տան կառավարչի պաշտոնում, մի պաշտոն, որը ճանաչում էր թե նրա հավատարմությունը, թե նրա քաջությունը ճիշտ պահին իշխանություններին կանչելու համար։ Մանուշակներն այսօր հատկապես գեղեցիկ են, ասաց նա ծաղկամանը դնելով այնտեղ, որտեղ Վիկտորը կարող էր դրանք ավելի լավ տեսնել։ Հիշեցնում են այն օրը, երբ ամեն ինչ սկսեց փոխվել։ Ճիշտ էր։ Մանուշակները տանը խորհրդանիշ էին դարձել ներկայացնելով հույսը, մարդկությունը արտաքինից այն գողմ տեսնելու քաջությունը։ Վիկտորը միշտ մի քանիսը պահում էր սենյակում ոչ միայն գեղեցկության, այլ նա այն հիշողության համար, թե ինչ էին դրանք ներկայացնում։ Կիարայի Պողոսի դատավարությունը տեղական լրատվամիջոցների կողմից ամենաշատ լուսաբանվածներից էր։ Վիկտորի պահարանում հայտնաբերված ապացույցները բացահայտեցին տասնամյակների քրեական գործունեություն, որը շատ ավելին էր, քան նրա անձնական վիճակը։ Տասնյակ այլ զոհեր հայտնվեցին, ընտանիքներ, որոնք կործանվել էին սխեմայի պատճառով։ Կիարան դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, իսկ Պողոսը 20 տարվա։ Երբեմն ես խղճում եմ նրան, խոստովանեց Վիկտորը ֆիզիոթերապիայի նիստերից մեկի ժամանակ։ Կիարան չի ծնվել չար, բայց ինչ որ պահի նա գործրեց իր ճանապարհը վերջում վերածվեց անճանաչելի բանի։ Դուք պարտավոր չեք ներել, ասաց Օլիվիան։ Այն, ինչ նա արեց, աններելի էր։ Դա ներման մասին չէ, բացատրեց Վիկտորը։ Դա այն մասին է, որ չթույլատրեմ, որ ատելությունը սպառի իմ մնացած ժամանակը։ Ես արդեն գործրել եմ իմ կյանքի 2 տարին։ Ես չեմ ուզում մեկ օր գործնել։ Այս փիլիսոփայությունը դարձել էր Վիկտորի նոր կյանքի առաջնորդող սկզբունքը։ Նա իր առավոտները նվիրում էր ֆիզիոթերապիային ապաքինմանը, իր կեսօրերը ընկերությանը, իսկ երեկոները ընտանիքին ընկերներին։ Նա հիմնել էր հիմնադրամ օգնելու գործարարական հանցագործությունների զոհերին, մեկ այլ հիմնադրամ անվտանգ փորձարարական բուժումների հետազոտությունների համար։ Ագնեսը տեղափոխվել էր Երան բնակություն հաստատելով առանձնատան մոտ գտնվող փոքրիկ բնակարանում։ Վիկտորը պնդել էր վճարել նրա բժշկական խնամքի համար ապահովել նրան հարմարավետ թոշակ։ Առանց ձեզ այս ամենը հնարավոր չէր լինի, նա միշտ ասում էր։ Դուք պահել եք իմ ազատության բանալին։ Ես պարզապես արեցի այն, ինչ ճիշտ էր, համեստորեն պատասխանեց Ագնեսը։ Բայց բոլորը գիտեին, որ նրա քաջությունը առանցքային էր ճշմարտությունը բացահայտելու համար։ Ընկերությունը նույնպես լիովին փոխակերպվել էր։ Մարկոն իրականացրել էր թափանցիկության էթիկայի խիստ արձանագրություններ այն վերածելով օրինագի, թե ինչպես կարող են բիզնեսները վարվել ամբողջականությամբ։
Աշխատագիցները, ի սկզբանե անհանգիստ փոփոխություններից, շուտով հայտնաբերեցին, որ ազնիվ միջավայրում աշխատելը անսահմանորեն ավելի պարգատրող է։ Հայր, ասաց Մարգոն միանալով պատշգամբի խմբին, փաստաբաններն ավարտեցին կրթական հիմնադրամի գործընթացը։ Այն պաշտոնապես հիմնված է։ Հիանալի է, ասաց Վիկտորը, նրա աչքերը փայլում էին բավարարվածությունից։ Քանի ուսանողի կկարողանանք օգնել առաջին տարում։ 50 լրիվ կրթաթոշակ, հպարտորեն պատասխանեց Մարգոն։ Առաջնահերթություն խոցելի իրավիճակներում գտնվող երիտասարդներին, ովքեր ցուցաբերում են քաջություն ամբողջականություն։ Օլիվիան ժպտաց լսելով դա։ Հիմնադրամը Վիկտորի գաղափարն էր, բայց նա գիտեր, որ իր սեփական պատմությունը ոգեշնչել էր ընտրության չափանիշները։ Գործարարը ցանկանում էր ապահովել, որ նրա նման այլ մարդիկ հնարավորություններ ունենան փոփոխություններ մտցնելու աշխարհում։ Մինչ արը մայր էր մտնում հորիզոնում երկինքը ոսկեգույն վարդագույն երանգներով ներկելով, պատշգամբում հավաքված փոքրիկ ընտանիքը մտածում էր իրենց կիսած արտասովոր ճանապարհի մասին։ Բացարձակ հուսահատության իրավիճակից նրանք գտել էին ոչ միայն արդարություն, այլ փրկություն։ Գիտեք, ասաց Վիկտորը դիտելով այգին, որտեղ Օլիվիան ցրել էր այն փաստաթղթերը, որոնք ամեն ինչ փոխեցին, ես հաճախ եմ մտածում, թե ինչ կլիներ, եթե այդ քաջ երիտասարդը չորոշեր ծաղիկներ բերել հիվանդանոցային մահճակալին պարկած ծերունուն։ Դա պարզապես ծաղիկների մասին չէր, պատասխանեց Օլիվիան։ Դա ձեզ որպես մարդ տեսնելու մասին էր։ Որպես մարդ, ով արժանի էր արժանապատվության հարգանքի։ Ճիշտ է, ասաց Վիկտորը։ Եվ սա է այս ամբողջ պատմության ամենակարևոր դասը։ Երբեմն ամենահեղափոխական արարքը, որը մենք կարող ենք անել, պարզապես մեկին տեսնելն է։ Իսկապես տեսնելը։ Ռոզան գլխով արեց հիշելով, թե ինչպես էր գրեթե թույլ տվել վախին գանխել իր սեփական դստերը պաշտպանելուց։ Եվ երբեմն մենք քաջության գարիք ունենք գործելու, երբ սխալ բան ենք տեսնում։ Քաջություն, կրկնեց Մարգոն, պատրաստակամություն անելու այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ դժվար է։ Երբ աստղերը սկսեցին հայտնվել երկնքում, Վիկտորը խնդրեց իրեն տուն տանել։ Նրա սենյակը երրորդ հարկում լիովին փոխվել էր։ Այժմ այն հարմարավետ լուսավոր տարածք էր այգու տեսարանով լի իր անհատականությունը հետաքրքրությունները արտացոլող առարկաներով։ Մահճակալի գողքի սեղանիկին, իր դեղորայքի գողքին, որն այժմ գամավոր էր ընդունում իր ապաքինման համար, միշտ կար մի փոքրիկ ծաղկաման թարմ մանուշակներով։ Դա ամենօրյա հիշեցում էր, թե ինչպես էին մարդկությունը կարեկցանքը հաղթել դաժանությանը ագահությանը։ Բարի գիշեր, պարոն Վիկտոր, ասաց Օլիվիան գարգավորելով բարձերը նրան հարմարավետ դարձնելու համար։ Բարի գիշեր, սիրելիս, պատասխանեց նա։ Եվ շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Օլիվիան ժպտաց շարժվեց դեպի դուռը։ Դուրս գալուց առաջ նա վերջին անգամ շրջվեց նայելու տղամարդուն, ով փոխել էր իր կյանքը այնքան, որքան նա էր փոխել նրանը։ Վիկտորը գիրք էր կարդում լիովին հարմարավետ իր սեփական տանը ազատ իր սեփական որոշումները կայացնելու համար։ Հենց այդպես էլ պետք է լիներ։ Դրսում գիշերը հանգիստ էր ու լուռ, բայց առանձնատան ներսում կյանք կար, հույս այն խորը բավարարվածությունը, որը գալիս է ճիշտ բան անելուց։ Վիկտորի Օլիվիայի պատմությունը դարձել էր տեղական լեգենդ օրինակ, թե ինչպես կարող է մարդը, անկախ նրանից, թե որքան երիտասարդ կամ թվացյալ անզոր, փոփոխություններ մտցնել, երբ քաջություն ունի գործելու։ Եվ այգում ծաղկող ծաղիկներում, միջանցքներում արձագանքող ծիծաղներում այժմ տան յուրաքանչյուր անկյունը լուսավորող լույսի մեջ կարելի էր զգալ հույսի մնայուն ներկայությունը, որը երբեք չպետք է թերագնահատվի։ 6 ամիս էր անցել այն պահից, երբ ճշմարտությունը վերջապես լույս էր տեսել, առանձնատունը լիովին փոխվել էր։ Այն, ինչ նախկինում լուր դամբարան էր, որտեղ գաղտնիքները փտում էին մութ միջանցքներում, այժմ թրթրում էր իսկական կյանքով նորոգված նպատակով։ Վիկտորը նստած էր իր սիրելի բազկաթոռին գրադարանում մի սենյակում, որը նա հրամայել էր ամբողջովին վերանորոգել։ Պատերն այժմ ներկված էին ոսկեգույն տաք երանգներով, հսկայական պատուհանները թույլ էին տալիս բնական լույսին լցնել սենյակը։ Կաղնու դարակները ձգվում էին հատագից մինչ առաստաղ լի ոչ միայն բիզնես գրքերով, այլ գրականությամբ, պոեզիայով այն մարդկանց կենսագրություններով, ովքեր հաղթահարել էին արտասովոր դժվարություններ։ Նրա ֆիզիկական ապաքինումը շարունակվում էր աստիճանաբար, բայց մշտական։ Մասնագիտացված բժիշկները, որոնց Մարգոն վարձել էր, համաձայնեցին, որ մկանային ատրոֆիան շրջելի է նվիրումով ժամանակով։ Շաբաթը 3 անգամ ֆիզիոթերապևտներ էին գալիս առանձնատուն ինտենսիվ նիստերի համար։ Վիկտորը վերականգնել էր ձեռքերի սահմանափակ շարժումը, կարողանում էր պահել թեթ առարկաներ, ինչպիսիք են գրքերը կամ թեյի բաժակը։ Յուրաքանչյուր փոքր առաջընթաց նշվում էր որպես հսկայական հաղթանակ։ Ինչպես եք զգում այսօր, հայր, հարցրեց Մարգոն մտնելով գրադարան մի գույտ փաստաթղթերով։ Նա պաշտոնապես ստանձնել էր ընկերության նախագահությունը, բայց պնդում էր խորհրդակցել Վիկտորի հետ բոլոր կարևոր որոշումներում։ Անցումը զարմանալիորեն սահուն էր եղել, քանի որ աշխատագիցներն արագ հասկացան,
որ Մարգոյի կողմից իրականացված փոփոխությունները ստեղծում էին շատ ավելի առողջ արդյունավետ աշխատանքային միջավայր։ Ուժեղ, պատասխանեց Վիկտորը, նրա ձայնը դեռ մի փոքր խռպոտ, բայց պարզ։ Ամեն օր ինձ ավելի ուժեղ եմ զգում։ Եվ ոչ միայն ֆիզիկապես։ Նա դադար տվեց պատուհանից դուրս դիտելով այգին, որտեղ Օլիվիան հանգստյան օրերին կարդում էր։ Զգում եմ, կարծես արթնանում եմ ոչ միայն վերջին 2 տարվա մղձավանջից, այլ տասնամյակների մի կյանքից, որն իսկապես իմը չէր։ Մարգոն աթոռ քաշեց նստեց հոր գողքին։ Այս տեսակի մտերմիկ զրույցը սովորական էր դարձել նրանց միջ, մի բան, որը նախկինում երբեք գոյություն չէր ունեցել մինչ ճգնաժամը։ Ինչ եք ուզում ասել դրանով։ Վիկտորը մի պահ մտածեց խոսքերը զգուշությամբ ընտրելով։ Մինչ պատահարը ես մոլուցք ունեի վերահսկողության նկատմամբ։ Վերահսկում էի ընկերության յուրաքանչյուր ասպեկտը, ընտանեկան յուրաքանչյուր որոշումը, յուրաքանչյուր զրույցը։ Կարծում էի, որ դա ինձ անվտանգություն էր տալիս։ Նա դանդաղ գլխով արեց։ Բայց երբ ինձ լիովին անվերահսկելի տեսա բանտարկված իմ սեփական մարմնում, հիմնարար բան սովորեցի այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր։ Եվ ինչ հայտնաբերեցիք, որ իսկական ուժը գալիս է ոչ թե վերահսկողությունից, այլ կապից։ Ճիշտ մարդկանց վստահելու կարողությունից, անհրաժեշտության դեպքում խոցելի լինելուց, թույլ տալուց, որ ուրիշները մեզ տեսնեն այնպիսին, ինչպիսին իրականում գանք։ Վիկտորը ժպտաց, նրա աչքերը փայլում էին այնպիսի իմաստությամբ, որը միայն ծայրահեղ դժվարությունները կարող են սովորեցնել։ Օլիվիան ինձ փրկեց հենց այն պատճառով, որ նա տեսավ մակերեսից այն կողմ։ Նա չտեսավ հզոր մարդու հիվանդանոցային մահճակալին, նա տեսավ մարդու, ով օգնության կարիք ուներ։ Ներքի հարկից լսվում էին տան գործելու ծանոթ ձայները։ Ռոզան վերահսկում էր աշխատագիտների նոր թիմին շատ ավելի մեծ, ավելի լավ վարձատրվող, քան նախկինում։ Վիկտորը պնդել էր կրկնապատկել բոլոր աշխատողների աշխատավարձերը իրականացնել առողջապահական համապարփակ նպաստներ։ Եթե մենք պատրաստվում ենք այս տունը վերակառուցել ազնիվ հիմքերի վրա, ասել էր նա, մենք պետք է սկսենք յուրաքանչյուր մարդու արժանապատվությամբ վերաբերվելուց։ Ագնեսը մշտապես տեղափոխվել էր կալվածքի հետնամասում գտնվող փոքրիկ տուն։ Վիկտորը հատուկ նրա համար էր կառուցել այն իր սեփական այգով արհեստական լճակի տեսարանով, որն ավելացվել էր հողատարածքին։ 83 տարեկանում նա վերջապես կարող էր վայելել իր վերջին տարիները հարմարավետությամբ անվտանգությամբ։ Ամեն առավոտ նա գալիս էր հիմնական տուն նախաճաշելու, կիսվելով իր երիտասարդության պատմություններով խորհուրդներ տալով մեկի իմաստությամբ, ով շատ էր ապրել ամեն ինչ տեսել էր։ Պարոն Վիկտոր, Ագնեսը միշտ ասում էր, երբ նա շնորհակալություն էր հայտնում իր քաջության համար փաստաթղթերը պահելու համար, ես ոչինչ չեմ արել, բացի այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ։ Ամբողջ արժանիքը Օլիվիային է գործելու քաջություն ունենալու համար։ Օլիվիա։ Անունը դեռս բարդ խառնուրդ էր առաջացնում երախտագիտություն, հիացմունք ինչ-որ բան, որը մոտ էր հայրական հարգանքին Վիկտորի սրտում։ Աղջիկը փոխվել էր այնքան, որքան նա այդ բուռն ամիսների ընթացքում։ Իրական սպառնալիքներին դիմակայելու իրեն շրջապատող կոռուպցիայի չափը հայտնաբերելու դրավման կարող էր կործանել նրա ոգին։ Փոխարենը, դա ուժեղացրել էր նրա վճռականությունը փոփոխություններ մտցնելու աշխարհում։ Վիկտորը պնդել էր վճարել Օլիվիայի ուսման համար Երանի լավագույն մասնավոր համալսարանում։ Նա իրավագիտություն էր սովորում մարդու իրավունքների մասնագիտացումով վճռականորեն օգտագործելով իր փորձը օգնելու այլոց, ովքեր կհայտնվեին խոցելի իրավիճակներում։ Հանգստյան օրերին նա դեռ պարբերաբար այցելում էր առանձնատուն ոչ թե որպես աշխատող, այլ որպես ընդլայնված ընտանիքի մաս, որը ստեղծել էր ճգնաժամը։ Կարող եմ ընդհատել, հարցրեց մի ծանոթ ձայն դրան մոտից։ Օլիվիան այնտեղ էր շողշողուն դեմքով, ձեռքին փաստաթղթերի թղթապանակ։ Նա մեծացել էր այդ ամիսների ընթացքում ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Նրա շարժումներում նոր վստահություն կար, աչքերում հասունություն, որը խոսում էր մեկի մասին, ով դիմակայել էր չարին հաղթանակած դուրս եկել։ Իհարկե, սիրելիս, ասաց Վիկտորը, նրա դեմքը լուսավորվեց։ Միշտ ժամանակ կա քեզ համար։ Օլիվիան մոտեցավ նրան տվեց թղթապանակը։ Սրանք կրթական հիմնադրամի վերջնական փաստաթղթերն են։ Այն պաշտոնապես հիմնված է պատրաստ է սկսել դիմորդներ ընդունել։ Վիկտոր Մենդեսի քաջ երիտասարդների հիմնադրամը Վիկտորի սրտին ամենամոտ նախագիծն էր իր ապաքինման ընթացքում։ Նախատեսված էր աշխատավոր ընտանիքների երիտասարդներին, ովքեր ցուցաբերում էին բացառիկ բարոյական քաջություն, լրիվ կրթաթոշակներ տրամադրելու համար, դա նրա միջոցն էր ապահովելու, որ Օլիվիայի նման այլ մարդիկ հնարավորություններ ունենան փոփոխություններ մտցնելու։ Ընտրության չափանիշները մնացել են ճիշտ այնպես, ինչպես մենք պլանավորել էինք, հարցրեց Վիկտորը թերթելով փաստաթղթերը։ Այո, պատասխանեց Օլիվիան։ Առաջնահերթություն 16-ից 20 տարեկան երիտասարդներին, ովքեր դժվար իրավիճակներում ցուցաբերել են անձնական ամբողջականություն, նախապատվություն ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից։ Կարևոր չէ, թե արդյոք նրանք ունեն լավագույն գնահատականները,
Կարոր է, թե արդյոք նրանք բնավորություն ունեն։ Մարգոն ժպտաց։ Հայրիկը միշտ ասում է, որ կարողությունը կարելի է սովորեցնել, բայց բնավորությունը կա կամ չկա։ Եվ դուք դրա կենդանի ապացույցն եք, ասաց Վիկտորը նայելով երկու երիտասարդներին, ովքեր հիմնարար էին դարձել իր նոր կյանքում։ Օլիվիա, դու կարող էիր ընտրել ավելի հեշտ ճանապարհը։ Անտեսել այն, ինչ տեսար, լուր մնալ քո մոր աշխատանքը պաշտպանելու համար։ Բայց դու ընտրեցիր անել այն, ինչ ճիշտ էր նույնիսկ ռիսկերը իմանալով։ Եվ Մարկո, շարունակեց նա դիմելով որդուն, դու կարող էիր շարունակել ծածնել, թե չգիտես, թե ինչ էր անում քո մայրը։ Շատ ավելի հարմար կլիներ պահպանել ստատուս քվոն։ Բայց երբ ճշմարտությունը բացահայտվեց, դու ընտրեցիր կանգնել արդարության կողքին նույնիսկ եթե դա նշանակում էր դիմակայել քո սեփական ընտանիքին։ Մարգոն աչքերը ցած իջեցրեց դեռ սկրելով մեղքի որոշակի բեռը նախկինում չհայտնաբերելու համար, թե ինչ էր կատարվում։ Երբեմն մտածում եմ, արդյոք ես իսկապես չգիտեի, թե պարզապես խուսափում էի տեսնելուց։ Դա այլս կարոր չէ, ամուր ասաց Վիկտորը։ Կարորն այն է, թե ինչպես դու արձագանքեցիր, երբ իմացար ճշմարտությունը։ Բնավորությունը երբեք սխալներ չանելը չէ, այլ այն, թե ինչպես ենք մենք դրանց հետ վարվում, երբ դրանք կատարում ենք։ Արագ քայլերի ձայնը միջանցքում հայտարարեց Ռոզայի ժամանումը, ով հայտնվեց գրադարանի դրան մոտ թեյի տնական թխվածքաբլիթների սկուտեղով։ 52 տարեկանում նա կարծես երիտասարդացել էր։ Անհանգստության վախի մշտական բեռը, որը նա այդքան երկար էր կրել, անհետացել էր փոխարինվելով մի խաղաղությամբ, որը գալիս էր իմանալուց, որ ճիշտ ընտրություն էր կատարել, երբ դա իսկապես կարոր էր։ Ես բերեցի կեսօրվա թեյը, հայտարարեց նա սկուտեղը գողային սեղանին դնելով։ Եվ Ագնեսն ուղարկել է այս կոճապղպեղի թխվածքաբլիթները, որոնք նա գիտի, որ պարոն Վիկտորը սիրում է։ Ռոզա, ասաց Վիկտորը, մինչ նա թեյ էր մատուցում, ուզում եմ, որ իմանաք, որ Օլիվիային աջակցելու ձեր որոշումը, երբ նա եկավ ձեզ պատմելու իմ վիճակի մասին, հիմնարար էր այն ամենի համար, ինչ հետեց։ Ես գիտեմ, որ դա դժվար էր ձեզ համար հաշվի առնելով ձեր դիրքն այստեղ։ Ռոզան մի պահ դադար տվեց, նրա ձեռքերը թեթագի դողում էին, մինչ նա բռնում էր թեյնիկը։ Պարոն Վիկտոր, երբ տեսա իմ դստեր աչքերում հուսահատությունը, երբ հասկացա, որ նա սարսափելի բան է հայտնաբերել, իմացա, որ չեմ կարող ընտրել անվտանգությունը հանուն ճշմարտության։ Որոշ ընտրություններ սահմանում են, թե իրականում ով ենք մենք։ Ճիշտ է, համաձայնեց Վիկտորը։ Եվ ձեր ընտրությունը ցույց տվեց, թե ինչպիսի մարդ եք դուք, ինչպիսի մայր եք դուք։ Օլիվիան իր քաջությունը սովորել է ձեզնից։ Մինչ նրանք միասին թեյ էին խմում, Վիկտորը մտածում էր, թե ինչպես այս տեսարանը աներակայելի կլիներ ընդամենը 1 տարի առաջ։ Նա հզոր ահաբեկող գործարարը, թեյ էր խմում իր տնային կառավարչուհու, նրա դստեր իր սեփական որդու հետ բոլորը որպես հավասարներ, բոլորը միավորված բարոյական ճգնաժամին դիմակայելու ճիշտ բան անելու ընտրության ընդհանուր փորձով։ Գիտեք, ասաց Օլիվիան իր բաժակը դնելով, երբեմն ես մտածում եմ, թե ինչ կլիներ, եթե ես երբեք չորոշեի այդ մանուշակները բերել բարոնի սենյակ։ Եթե ես պարզապես լուր մաքրեի իմ սենյակը հեռանայի։ Բայց դու դա չարեցիր, պատասխանեց Վիկտորը։ Եվ դա պատահականություն չէր։ Դու արեցիր այն, ինչ արեցիր, որովհետև դու ես այն, ինչ կաս։ Քեզ նման մարդիկ միշտ միջոց են գտնում փոփոխություններ մտցնելու, նույնիսկ երբ չեն նկատում։ Բացի այդ, ավելացրեց Մարգոն, իսկապես կարծում ես, որ կկարողանայիր անտեսել այն, ինչ տեսար։ Քեզ հիմա ճանաչելով, համոզված եմ, որ ինչ-որ բան քեզ կստիպեր գործել։ Օլիվիան ծիծաղեց ճանաչելով այդ խոսքերի ճշմարտությունը։ Դուք ճիշտ եք։ Կարծում եմ չէի կարողանա ապրել ինքս ինձ հետ իմանալով, որ ինչ-որ մեկը տառապում էր, ես կարող էի օգնել։ Եվ դա է հենց այն որակը, որը մենք ցանկանում ենք բացահայտել զարգացնել այն երիտասարդների մոտ, ովքեր կստանան հիմնադրամի կրթաթոշակները, ասաց Վիկտորը։ Դա հերոս լինելու մասին չէ։ Դա տառապանքն անտեսելու հիմնարար անկարողություն ունենալու մասին է, երբ կարող ես ինչ-որ բան անել դրա մասին։ Արը սկսում էր մայր մտնել գրադարանը ոսկեգույն երանգներով ներկելով, որոնք գրքերը գանձերի պես էին փայլեցնում։ Վիկտորը դարագից հանեց մի կոնկրետ գիրք իր բազկաթոռի կողքից բիզնես էթիկայի մասին մի հատոր, որը նա սկսել էր կարդալ իր ապաքինման ընթացքում։ Գիտեք, ասաց նա գիրքը բացելով նշված էջում, ես այստեղ մի մեջբերում գտա, որը կատարելապես ամփոփում է մեր փորձը։ Նա գոկորթը մաքրեց կարդաց։ Մարդու իսկական չափը ոչ թե այն է, թե ինչպես է նա իրեն բահում հարմարավետության հարմարության պահերին, այլ այն, թե ինչպես է նա իրեն բահում վիճաբանության մարտահրավերների ժամանակ։ Մարտին Լյութեր Քինգ, անմիջապես նույնականացրեց Օլիվիան։ Ճիշտ է։ Եվ ձեզանից յուրաքանչյուրն անցավ այդ փորձությունը։ Դուք դիմակայեցիք վիճաբանությանը մարտահրավերին, ընտրեցիք կանգնել ճշմարտության կողքին։ Վիկտորը փակեց գիրքը, նայեց նրանցից յուրաքանչյուրին։ Ես չեմ կարող փոխել այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, ոչ էլ կարող եմ ջնջել այն տարիները, որոնք կորցրի։ Բայց ես կարող եմ պատվել այն զոհողությունը,
որ դուք կատարեցիք ինձ համար իմ կյանքի մնացած մասն ապրելով այնպես, որ այդ զոհողությունը իմաստալից դառնա։ Դա զոհողություն չէր, բողոքեց Օլիվիան։ Դա պարզապես այն էր, ինչ պետք է արվեր։ Ձեզ համար միգուցե դա ակնհայտ էր թվում, ասաց Վիկտորը, բայց հավատացեք ինձ, ոչ բոլորը կկատարեին նույն ընտրությունները։ Եվ հենց դա է ձեզ առանձնահատուկ դարձնում։ Երբ գիշերը լիովին իջավ, նրանք դեռ միասին նստած էին այժմ լուսավորված գրադարանի տաք լամպերով։ Ռոզան թեթ ջաշ էր բերել, նրանք միասին գերան, ինչպես շատ անգամներ էին արել վերջին շաբաթներին։ Դա նոր ավանդույթ էր ընտանեկան ջաշեր գրադարանում, որտեղ նրանք կարող էին առանց ձականությունների խոսել իրենց օրերի, իրենց պլանների, իրենց երազանքների մասին։ Օլիվիա, ասաց Վիկտորը վերջապես, ուզում եմ, որ իմանաս, որ միշտ տեղ կլինի քեզ համար այստեղ այս տանը, այս ընտանիքում։ Անկախ նրանից, թե կյանքը որտեղ կտանի քեզ, անկախ նրանից, թե ինչ հաջողությունների կհասնես, սա միշտ քո տունը կլինի։ Օլիվիան զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով։ Շնորհակալություն, պարոն Վիկտոր։ Բայց դուք պետք է հասկանաք, որ ես երբեք չեմ կարող հատուցել այն, ինչ դուք արել եք ինձ համար։ Դուք արդեն հատուցել եք, ամուր ասաց նա։ Ինձ վերադարձրել եք իմ կյանքը, իմ ազատությունը, իմ արժանապատվությունը։ Ոչ մի գումար կամ հնարավորություն չէր կարող փոխհատուցել դա։ Բացի այդ, ավելացրեց Մարկոն, հիմա մենք իսկական ընտանիք ենք։ Եվ ընտանիքը պարտքեր չունի միմյանց նկատմամբ, միայն սեր փոխադարձ աջակցություն։ Ռոզան, ով զրույցի մեծ մասի ընթացքում լուր էր մնացել, վերջապես խոսեց. Պարոն Վիկտոր, կարող եմ անձնական հարց տալ։ Իհարկե, Ռոզա։ Այն ամենից հետո, ինչ մենք անցել ենք, այլս ոչինչ չկա, որը չափազանց անձնական է։ Դուք երբե զայրույթ զգում եք։ Կորցրած ժամանակի այն բաների համար, որոնք Կյարան արեց, այն ձի համար, թե ինչպես ձեզ վերաբերվեցին։ Վիկտորը զգուշորեն քննարկեց հարցը նախքան պատասխանելը։ Երբեմն ես խորը տխրություն եմ զգում կորցրած ժամանակի համար, բայց զայրույթ։ Այլս ոչ։ Ես սովորել եմ, որ զայրույթ գրելը նման է թույն խմելուն սպասելուն, որ ուրիշ մարդ մահանա։ Ես նախընտրում եմ իմ էներգիան օգտագործել դրական բան կառուցելու համար, քան բացասական զգացմունքներ սնուցելու համար։ Դա հիանալի է, ասաց Ռոզան։ Չգիտեմ, թե արդյոք ես կկարողանայի այդքան մեծահոգի լինել։ Դա մեծահոգի լինելու մասին չէ, բացատրեց Վիկտորը։ Դա այն մասին է, որ հասկանալ, որ իմ երջանկությունը չի կարող կախված լինել այլ մարդկանց պատժից։ Կյարան կբախվի իր գործողությունների իրավական հետանքներին, դա ինձանից կախված չէ։ Իմ պատասխանատվությունն է լավ կյանք կառուցել իմ մնացած ժամանակով։ Օլիվիան ոտքի կանգնեց մոտեցավ պատուհանին դիտելով այգու լույսերը, որոնք լուսավորում էին ծաղիկների միջ արահետները։ Երբեմն դեռ անիրական է թվում, ասաց նա։ 6 ամիս առաջ ես պարզապես վախեցած աղջիկ էի, ով սենյակներ էր մաքրում։ Հիմա ես համալսարանում եմ, հիանալի ընտանիքի մաս եմ, օգնում եմ պլանավորել մի հիմնադրամ, որը կփոխի կյանքեր։ Դուք միշտ ավելին էիք, քան պարզապես սենյակներ մաքրող աղջիկ, ասաց Մարկոն։ Դուք պարզապես դեռ չգիտեիք։ Սա է այս փորձի մեծ դասերից մեկը, համաձայնեց Վիկտորը։ Մենք հաճախ չգիտենք մեր սեփական ուժը, մինչ որ ստիպված չենք լինում օգտագործել այն։ Դուք քաջություն ունեիք ձեր ներսում ամբողջ ժամանակ, պարզապես ճիշտ իրավիճակի կարիք ունեիք այն բացահայտելու համար։ Երբ ժամանակը եկավ իրենց սենյակներին հանգստանալու, յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով առանձնատան աստիճաններով։ Վիկտորը Մարկոյի օգնությամբ դանդաղ բարձրացավ երրորդ հարկ։ Նրա սենյակը լիովին փոխվել էր։ Ծանր վարագույրները փոխարինվել էին շերտավարագույրներով, որոնք թույլ էին տալիս լույսի լիակատար վերահսկողություն։ Հիվանդանոցային մահճակալը փոխարինվել էր սովորական մահճակալով իր վիճակի համար հատուկ կարգավորումներով։ Պատերը ներկված էին գույներով, որոնք արտացոլում էին կյանքը հիվանդության փոխարեն։ Մահճակալի գողքի սեղանիկին, ինչպես միշտ, կար մի փոքրիկ ծաղկաման թարմ մանուշակներով։ Օլիվիան այն փոխում էր ամեն շաբաթ մի ավանդույթ, որը սկսվել էր այդ մութ օրերին շարունակվում էր հիմա որպես նորոգված հույսի խորհրդանիշ։ Նախքան բարգելը, Վիկտորը նստեց իր բազկաթոռին բացեց մի օրագիր, որը նա սկսել էր գրել իր ապաքինման ընթացքում։ Ամեն գիշեր նա գրանցում էր իր մտորումները, ֆիզիկական առաջընթացը, ամենակարևորը երախտագիտության բահերը, որոնք այժմ լցնում էին իր օրերը։ Իմ երկրորդ կյանքի 187-րդ օրը, գրեց նա։ Այսօր մենք պաշտոնապես ավարտեցինք կրթական հիմնադրամը։ Օլիվիան բերեց վերջնական փաստաթղթերը, ես չկարողացա չհուզվել տեսնելով, թե ինչպես նա հասունացավ փոխվեց։ Ռոզան պատրաստեց Ագնեսի գոճապղպեղի թխվածքաբլիթները, Մարկոն գիսվեց ընկերությունը էլ ավելի էթիկական գայուն դարձնելու նոր պլաններով։ Նա մի պահ դադար տվեց գրելուց մտածելով օրվա իրադարձությունների մասին։ Ես շարունակում եմ տպավորված լինել, թե ինչպես դժվարությունները կարող են բացահայտել մարդկանց մեջ լավագույնը։
Եթե 1 տարի առաջ ինչ-որ մեկը ինձ ասեր, որ իմ տնային կառավարչուհու դեռահաս դուստրը պատասխանատու կլինի իմ կյանքը փրկելու այն ամենի մասին իմ տեսակետն ամբողջովին փոխելու համար, թե ինչն է իսկապես կարևոր, ես կծիծաղեի։ Բայց ահա մենք այստեղ ենք միավորված մի փորձով, որը մեզ ցույց տվեց, որ ընտանիքը պարզապես արյան մասին չէ, այլ այն մարդկանց մասին, ովքեր ընտրում են կանգնել քո կողքին, երբ դժվարություններ են առաջանում։ Վիկտորը փակեց օրագիրը պատուհանից, նայեց լուսավորված այգուն։ Ինչ-որ տեղ ներքում Օլիվիան հավանաբար սովորում էր իր վերջնական քննությունների համար։ Ռոզան իր բնակարանում էր հետնամասում, միգուցե գիրք էր կարդում կամ հեռուստացույց էր դիտում առաջին անգամ տարիների ընթացքում առանց անհանգստանալու այն մասին, թե ինչ կբերի վաղը։ Մարկոն իր սեփական սենյակում էր վերանայելով ընկերության նոր նախագծերի պլանները, որոնք կօգտակար լինեին կարիքավոր համայնքներին։ Եվ նա այնտեղ էր կենդանի, ազատ, շրջապատված մարդկանցով, ովքեր իսկապես հոգ էին տանում իր բարեկեցության մասին, կյանքն իսկապես արժանի ապրելու երկրորդ հնարավորությամբ։ Դա այն վերջը չէր, որը նա պլանավորել էր իր կյանքի համար, բայց այն անսահմանորեն ավելի լավ էր, քան այն ամենը, ինչ նա կարող էր պատկերացնել։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Վիկտորի Օլիվիայի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտերին։ Ինչպես Օլիվիան քաջություն գտավ անելու այն, ինչ ճիշտ էր, մեզանից յուրաքանչյուրը կարող է փոփոխություններ մտցնել մեկի կյանքում կարեկցանքի վճռականության միջոցով։ Մեզ հետ այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ակտիվացնել զանգը մեր բոլոր նոր պատմությունները ստանալու համար։ Դրեք լայք, եթե այս պատմությունը ոգեշնչել է ձեզ, մեկնաբանություններում կիսվեք ձեր սեփական փորձերով այն պահերի մասին, երբ որոշել եք գործել ճիշտի համար։ Մեր հաջորդ պատմությունները լի են դասերով քաջության, մարդկության շրջապատող մարդկանց իսկապես տեսնելու փոխագերբող ուժի մասին։ Մի բաց թողեք։